Կիրագի օրվա մի հետմիջօր է ընդմիշտ փոխեց մի երիտասարդ աղջկա նրա մոր կյանքը մայրաքաղաքի շքեղ առանձնատներից մեկում։ Մի անմեղ թվացող խաղը պիտի բացահայտեր արտոնությունների զոհողությունների մասին խորը ճշմարտություններ։ Այն, ինչ սկսվեց որպես կյանքի դաս, վերածվեց սրտերի լուր հեղափոխության։ Նախքան այս զարմանահրաշ պատմությունը լսելը, չմոռանաք բաժանորդագրվել ալիքին ավելի հուզիչ պատմություններ լսելու համար։ Կիրակնորյա առը թափանցում էր առանձնատան մեծ պատուհաններից գլխավոր դահլիճում, ստեղծելով լույսի ու ստվերի խաղ։ Վիկտոր Սահակյանի դունն ավելի աշխույժ էր, քան սովորաբար։ Դա պարզապես հերթական հանգստյան օր չէր մայրաքաղաքի ամենաազդեցիկ գործարարի նստավայրում, այլ ավանդական ամենամյա հավաքույթի օրը, որը նա կազմակերպում էր ընտանիքին, ընկերներին, աշխատագիտներին միավորելու համար։ Անին լռությամբ հետում էր անցուդարձին, մինչ օգնում էր մորը Վարդուհուն դասավորել Ֆուշետի վերջին մանրուքները։ 17 տարեկանում նա մեծացել էր ճանաչելով այդ առանձնատան ամեն մի անկյունը, փոքրուց հետելով մորը հանգստյան օրերին, երբ Վարդուհին ստիպված էր լինում աշխատել հատուկ միջոցառումների ժամանակ։ Հիմա, առաջին անգամ, նրանք այնտեղ էին ոչ թե որպես աշխատողներ, այլ որպես հյուրեր։ Անի, սիրելիս, կարող ես այս ծաղիկները տանել պատշգամբի սեղանին։ Վարդուհին ժպտաց դստերը փորձելով թաքցնել հուզմունքը, որ զգում էր հյուրի կարգավիճակում լինելուց։ 20 տարի որպես տնտեսուհի աշխատելով այդ տանը սա առաջին անգամն էր, որ Վիկտորը նրանց պաշտոնապես ներառել էր հյուրերի ցուցակում։ Երիտասարդ աղջիկը գլխով արեց, վերցրեց ծաղկեփունջը, քայլեց դեպի պատշգամբ, որտեղ արդեն հավաքվել էին տանտերերի երեխաներից մի քանիսը ընտանիքի ընկերները։ Գայանեն Վիկտորի կրտսեր դուստրը ուրախությամբ ձեռքով արեց Անիին։ Ի տարբերություն իր ավագ եղբայրների Մարկոսի Լոնի, Գայանեն միշտ բնական էր վերաբերվում Անիին ինչպես ընկերուհու։ Անի, որքան լավ է, որ եկաք։ Հայրս շատ ոգորված էր, երբ որոշեց հրավիրել բոլոր աշխատագիտներին իրենց ընտանիքներով։ Ասաց, որ ուզում է այս տարին առանձնահատուկ լինի, մեկնաբանեց Գայանեն Անին քաշելով իր գողքին նստելու։ Պատշգամբի մյուս կողմում Մարգոսն ու Լոնը զրուցում էին Տիգրանի Արայիկի հետ, ովքեր Վիկտորի գործարար ընկերների որդիներն էին։ Անին նկատեց, թե ինչպես նրանք կարճ հայացք նետեցին իր վրա, երբ մոտեցավ, բայց շուտով վերադարձան մեքենաների ու ճամփորդությունների մասին իրենց զրույցին։ Դա նուրբ, բայց նկատելի տարբերություն էր, նա այնտեղ էր, բայց ոչ լիովին ներառված։ Տանն աշխուժությունը մեծացավ, երբ ժամանեցին վերջին հյուրերը։ Վիգենը Վիկտորի գործընկերը բերեց իր գնոջը Օվսաննային երեխաներին։ Շուտով ժամանեց նա Անահիտ Մելիքյանը իր ընտանիքի հետ։ Անին այս դեմքերից ոմանց ճանաչում էր տեսքով, քանի որ նրանք հաճախ էին լինում տանը գործնական հանդիպումների կամ բացառիկ ընթրիքների համար։ Վարդուհին հայտնվեց պատշգամբում հագած պարզ, բայց նրբագեղ զգեստ։ Ակնհայտ էր, որ նա իրեն անհարմար էր զգում առանց աշխատանքային համազգեստի։ Անի, արի, ջաշը մատուցվում է։ Վիկտորն ուզում է, որ բոլորը հավաքվեն գլխավոր դահլիճում։ Առանձնատան գլխավոր դահլիճը ձախողվել էր բոլոր հյուրերին տեղավորելու համար։ Գլոր սեղանները դասավորված էին այնպես, որ խթանեին տարբեր խմբերի միջ շփումը։ Անին նկատեց, թե որքան մտածված էր Վիկտորը կազմակերպել դասավորությունը, աշխատագիտներն ու նրանց ընտանիքները խառնված էին Սահակյանների ընտանիքի գործարար ընկերների հետ։ Ջաշի ժամանակ զրույցը բնականon հունով էր ընթանում։ Վիկտորն ակնհայտորեն գոհ էր իր ստեղծած մթնոլորտից։ Նա հետում էր իր երեխաներին, հատկապես Մարգոսին Լոնին, ովքեր վերջին ամիսներին դրսորում էին նրան մտահոգող վարքագիծ։ Չափազանց երես առած, առանց իրերի արժեքի զգացողության, նրանք անընդհատ համեմատում էին իրենց ունեցվածքը ընկերների հետ անվերջ մրցակցության մեջ։ Հայրիկ, երբ ես փոխելու մեքենաս։ Արայիկը հենց նոր վերջին մոդելի ջջու ստացավ, մեկնաբանեց Մարգոսը աղանդերի ժամանակ լիովին անտեսելով շրջապատի մարդկանց ներկայությունը, ովքեր երբեք չէին կարող նույնիսկ սեփական մեքենա ունենալու մասին երազել։ Վիկտորը հոնքերը գիտեց, բայց պահպանեց հանգստությունը։ Հենց այս տեսակ վարքագիծն էր նրան դրդել այս հանդիպումն այլ կերպ կազմակերպել։ Վերջին շաբաթների ընթացքում նա մի գաղափար էր հաղացել ոգեշնչված սոցիալական անհավասարության մասին մի դասախոսությունից, որին ներկա էր եղել գործարար համաժողովի ժամանակ։ Նա ցանկանում էր ստեղծել մի փորձառություն, որը կստիպեր իր երեխաներին ներկա երիտասարդներին մտորել արտոնությունների մասին։ Մարգոս, կարծում եմ այսօր քննարկելու ավելի հետաքրքիր հարցեր ունենք, դիվանագիտորեն պատասխանեց Վիկտորը, բայց Անին նկատեց քողարկված կշտամբանքի տոնը։ Երբ աղանդերն արդեն մատուցված էր, Վիկտորը բարձրացավ, խնդրեց բոլորի ուշադրությունը։ Զրույցների աղմուկն աստիճանաբար մարեց, մինչ սենյակում տիրեց լռություն։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ ներկայության համար։ Այս հանդիպումն ինձ համար առանձնահատուկ է, որովհետև վերջապես կարողացա մեկտեղել մարդկանց, ովքեր տարբեր կերպ իմ կյանքի մի մասն են կազմում, սկսեց Վիկտորը նայելով սեղանների շուրջ նստած դեմքերին։
Բայց բացի շփվելուց, ես կցանկանայի առաջարկել մի գործողություն, որը, կարծում եմ, բացահայտում կլինի բոլորիս համար, հատկապես մեր երիտասարդների։ Անին ստամոքսում սառնություն զգաց։ Վիկտորի տոնի մեջ ինչ-որ բան կար, որն իրեն անհանգստացնում էր։ Կարծես նա պատրաստվում էր այդ խաղաղ հետմիջորեն վերածել ավելի բարդ մի բանի։ Կցանկանայի, որ բոլոր ներկա երիտասարդները մասնակցեն ինձ հետ մի խաղի։ Ոչ մի բարդ բան, պարզապես մի քանի հարցեր, որոնք մեզ կստիպեն մտորել մեր փորձառությունների կյանքի հնարավորությունների մասին, շարունակեց Վիկտորը ժեստով հրավիրելով երիտասարդներին մոտենալ։ Վարդուհին գամացուկ դիպավ Անիի թին շշնջալով. «Պարտադիր չէ մասնակցել, եթե չես ուզում, սիրելիս»։ Բայց Անին գիտեր, որ մերժելն ավելի անհարմար կլիներ, քան մասնակցելը։ Գայանեն արդեն ոգորված վեր էր կենում, մյուս երիտասարդները նույնպես սկսեցին շարժվել դեպի դահլիճի կենտրոն։ Սրտի արագ բաբախյունով Անին միացավ խմբին։ Այն, ինչ նա չէր պատկերացնում, այն էր, որ այդ պարզ խաղը պատրաստվում էր փոխել ոչ միայն իր պատկերացումը սեփական կյանքի մասին, այլ այն ձը, որով բոլոր ներկաները տեսնում էին իրենց շրջապատող աշխարհը։ Վիկտոր Սահակյանը պատրաստել էր ավելին, քան պարզ կրթական վարժություն։ Նա պատրաստվում էր բացահայտել կոպիտ անխուսափելի ձով, այն տարբերությունները, որոնք բաժանում էին երիտասարդների այդ խումբը։ Մինչ Անին կանգնում էր այն գծի վրա, որը Վիկտորը ձևորում էր, նա վերջին անգամ նայեց մորը, ով նստած էր անըմբռնելի հայացքով հետելով։ Վարդուհին աղջկան ճանաչում էր բոլորից լավ կանխազգում էր, որ այս պահը Անիի վրա անջնջելի հետ կթողնի։ Արոտ կիրակնորյա հետմիջորեն պատրաստվում էր վերածվել մի շատ ավելի խորը փոխակերպող երույթի, քան ներկաներից որը մեկը կարող էր պատկերացնել։ Վիկտորը հետում էր, թե ինչպես են երիտասարդները շարվում դահլիճի կենտրոնում։ Այնտեղ 12 հոգի էին 15-ից 20 տարեկան։ Նրա 3 երեխաները, գործարար ընկերների երեխաները, հրավիրված աշխատագիտների մի քանի երեխաներ Անին։ Հակադրությունը նուրբ էր, բայց ակնհայտ հագուստը, կեցվածքը, նույնիսկ այն ձը, թե ինչպես էին նրանք տեղ զբաղեցնում տարածության մեջ, բացահայտում էր տարբեր ծագումները։ Այն, ինչ անելու ենք, շատ պարզ է, բացատրեց Վիկտորը քայլելով խմբի առջ։ Ես կտամ մի քանի հարցեր կյանքի փորձառությունների մասին։ Նա, ով հարցին կարող է պատասխանել այո, պետք է մեկ քայլ առաջ անի։ Նա, ով չի կարող, մնում է իր տեղում։ Սա պարզապես մի ձե տեսնելու մեր տարբեր ուղիները։ Անին անհանգիստ հայացք փոխանցեց Պետրոսի հետ Վիկտորի ընկերության վարորդներից մեկի որդու։ Երկուսն էլ կանխազգում էին, որ սա այնքան պարզ չի լինելու, որքան թվում էր։ Գծի վրա նրանք ռազմավարականորեն տեղավորված էին տանտերերի երեխաների միջ Գայանեն Անիի աջ կողմում էր, իսկ Մարկոսը Պետրոսի ձախ կողմում։ Առաջին հարց, հայտարարեց Վիկտորը, դահլիճում լռությունն ավելի խորացավ։ Նույնիսկ սեղանների շուրջ նստած մեծահասակները դադարեցին խոսել հետելու համար։ Մեկ քայլ առաջ արեք նրանք, ովքեր ստացել են իրենց առաջին հեծանիվը մինչ 10 տարեկան դառնալը։ Պատասխանը գրեթե ակնթարթային էր։ Գայանեն, Մարկոսը, Լոնը, Տիգրանը, Արայիկը գործարարների մյուս երեխաները բնականորեն առաջ անցան, ոմանք նույնիսկ ժպտալով հիշողությունից։ Անին մնաց անշարժ, ինչպես նա Պետրոսը Վիոլետան խոհարարուհիներից մեկի դուստրը։ Անին հիշեց իր առաջին միակ հեծանիվը, որը ստացել էր 13 տարեկանում, երբ Վարդուհուն հաջողվել էր գնել այն օգտագործված վիճակում ամիսներ շարունակ գումար խնայելուց հետո։ Այդուհանդերձ դա եղել էր իր կյանքի ամենաերջանիկ օրերից մեկը։ Հետաքրքիր է, մրմնջաց Վիկտորը նկատելով արդեն ձևորվող հստակ բաժանումը։ Երկրորդ հարց. Մեկ քայլ առաջ արեք նրանք, ովքեր սառնարանում միշտ բավարար սնունդ են ունեցել, որպեսզի կարողանան ընտրել ինչ ուտել։ Նորից նույն խումբն առաջ անցավ։ Այս անգամ, սակայն, Պետրոսը մի վայրկյան տատանվեց, նախքան տեղում մնալը։ Անին նկատեց նրա շփոթմունքը համերաշխության զգացում ունեցավ։ Նա ինքը հիշում էր այն ժամանակները, երբ Վարդուհին պատրաստում էր ընդամենը մեկ ափսե գերագուր պնդում էր, թե սոված չէ, որպեսզի Անին կարողանա ուտել։ Ում են ամբողջ մանկության պատանեկության ընթացքում մեքենայով տարել դպրոց բերել տուն։ Երրորդ հարցն արձագանքեց դահլիճում։ Արջի խումբս մեկ քայլ արեց։ Նրանց տեղում մնացողների միջ հեռավորությունն ակնհայտորեն մեծանում էր։ Անին հետ նայեց հանդիպեց մոր հայացքին։ Վարդուհին լարված էր, ձեռքերը ծնկներին սեղմած։ Ովքեր են հնարավորություն ունեցել հաճախելու արտադրոցական պարապմունքների լողի, թենիսի, լեզուների կամ երաժշտական գործիքների։ Վիկտորը շարունակեց, նրա ձայնն այժմ ավելի լուրջ էր։ Նույն խմբից ավելի շատ քայլեր առաջ։ Անին գծեց շրթունքը հիշելով, թե ինչպես էր միշտ երազել դաշնամուր նվագել սովորել, բայց գիտեր, որ դա անհնար է։ Ֆրանսերենի մասնավոր դասերը, որոնց հաճախում էր Գայանեն, ավելի թանկ արժեին, քան Վարդուհին վաստակում էր ամբողջ ամսվա ընթացքում։ Հայրիկ, սա տարօրինակ է դառնում, շշնջաց Գայանեն ակնհայտորեն անհանգստացած զարգացող իրավիճակից։ Շարունակիր, սիրելիս։
Սա գարոր է, պատասխանեց Վիկտորը, բայց Անին նկատեց, որ նա ինքն էլ զարմացած էր այն տեսողական պատկերից, որը ստեղծում էր վարժությունը։ Մեկ քայլ առաջ արեք նրանք, ովքեր երբեք սենյակ չեն գիսել քույր եղբայրների կամ այլ հարազատների հետ, սա 5-րդ հարցն էր։ Անին մնաց տեղում։ Նա մոր հետ կիսում էր 2 սենյականոց փոքրիկ բնակարանը մանկուց քնելով հյուրասենյակի բազմոցին։ Դա նրա համար այնքան բնական էր, որ երբեք տարօրինակ չէր համարել, բայց հիմա, տեսնելով մյուսների առաջխաղացումը, նա նորովի գիտակցեց իր իրականությունը։ Ովքեր տանը տնային տնտեսուհի են ունեցել մանկության տարիներին։ Հաջորդ հարցը ռումբի պես պայթեց մթնոլորտում։ Անհարմար լռություն տիրեց դահլիճում։ Մեծահասակները տեղերում անհանգիստ շարժվեցին։ Վարդուհին գլուխը կախեց, իսկ Անին զգաց, թե ինչպես է դեմքն այրվում։ Հենց ինքն էր այն աղջիկը, ով մեծացել էր որպես տնային տնտեսուհու դուստր, ով խնամում էր այն տունը, որտեղ հիմա իր դիմաց կանգնած երիտասարդներից ոմանք մեծացել էին։ Արջի խումբն առաջին անգամ տատանվեց։ Գայանեն ուղիղ նայեց Անին սարսափած հայացքով, կարծես վերջապես հասկանում էր, թե ինչ է կատարվում։ Դանդաղորեն նա մյուսներս մեկ քայլ արեցին։ Վիկտոր, կարծում եմ բավական է, ասաց Անահիտ Մելիքյանը տեղից ակնհայտորեն դժգոհ այն ուղղությունից, որով գնում էր խաղը։ Ընդամենը մի քանի հարց։ Կարող է, որ նրանք սա զգան, պատասխանեց Վիկտորը, բայց նրա ձայնն էլ հուշում էր, որ նա նույնպես չէր սպասում, որ վարժությունն այսքան ազդեցիկ կլինի։ Ովքեր երբեք չեն տեսել, որ իրենց ծնողները վիճեն փողի պատճառով։ Հարցն ավելի ցածր հնչեց, կարծես Վիկտորն ինքն իրեն էր հարցնում, արդյոք պետք է շարունակել։ Անին մի պահ փակեց աչքերը։ Նա հիշում էր այն գիշերները, երբ Վարդուհին կամացուկ լաց էր լինում կարծելով, թե դուստրը քնած է, երբ փողը չէր հերիքում հաշիվները վճարելու համար։ Հիշում էր, թե ինչպես էր մայրը մերժում հավաքույթների հրավերները, որովհետև համապատասխան հագուստ չուներ կամ նվերների համար գումար չկար։ Էլի քայլեր առաջ։ Հեռավորություն այժմ արդեն գրեթե 4 մետր էր։ Մեկ քայլ առաջ արեք նրանք, ովքեր ամբողջ կյանքում ունեցել են ներկա հայր-մայր, հարցրեց Վիկտորը, նրա ձայնը վերջում մի փոքր դողաց։ Այս հարցը ցավոտ դիպավ Անիին։ Նա երբեք չէր ճանաչել հորը, ով լքել էր Վարդուհուն, երբ իմացել էր հղիության մասին։ 17 տարի շարունակ Վարդուհին եղել էր հայր, մայր աշխատելով 2 հերթափոխով, որպեսզի մենակ պահի դստերը։ Անին մնաց անշարժ, բայց այս անգամ նա միակը չէր։ Գործարարների երեխաներից 2-ը նույնպես տեղում մնացին բացահայտելով ավելի բարդ ընտանեկան պատմություններ, քան թվում էր։ Ովքեր երբեք ստիպված չեն եղել աշխատել մինչ 18 տարեկանը։ Հաջորդ հարցը բացահայտեց նոր նրբերանգներ։ Անին 15 տարեկանից հանգստյան օրերին աշխատում էր քաղաքի կենտրոնի խանութներից մեկում, օգնելով Վարդուհուն ծախսերի հարցում։ Պետրոսը նույնպես աշխատում էր որպես օգնական ավտոսպասարկման կետում։ Երկուսն էլ մնացին տեղում, մինչ Արջի խումբն առաջ էր գնում։ Ովքեր միշտ ունեցել են մեկին, ով կստուգեր տնային առաջադրանքները գոգներ ուսման հարցում։ Անին հիշեց, թե ինչպես էր միայնակ սովորում, հաճախ մոմի լույսի տակ, երբ հոսանք չկար, մինչ Վարդուհին ուշ ժամի աշխատում էր։ Մայրը, ով ուսումը կիսատ էր թողել 5-րդ դասարանում աշխատելու համար, անում էր հնարավորը նրան օգնելու համար, բայց հաճախ Անին ստիպված էր լինում միայնակ գլուխ անել բարդ առարկաներից։ Առաջ անցած խումբն արդեն զգալիորեն հեռու էր։ Տեսարանը հզոր էր շփոթեցնող։ Արջի երիտասարդներից ոմանք սկսեցին հետ նայել անհանգստության առաջին անգամ մեղքի նմանվող զգացումով։ Ովքեր հնարավորություն են ունեցել հաճախելու բուհերի ընդունելության նախապատրաստական դասընթացների մասնավոր բարձրագույն կրթության։ Վիկտորը հարցրեց, նրա ձայնն այժմ ակնհայտորեն տատանվող էր։ Անին երազում էր մանկավարժություն սովորել, բայց գիտեր, որ ամբողջովին կախված է լինելու պետական համալսարանի անվճար տեղից։ Նախապատրաստական դասընթացները, որոնց հաճախում էր Գայանեն, ավելի թանկ արժեին, քան Վարդուհու ամսական աշխատավարձը։ Հայրիկ, խնդրում եմ, դադարեցրու սա, առաջին անգամ խոսեց Մարգոսը ակնհայտորեն անհանգստացած։ Նա հասկացել էր, որ խաղը վերածվում էր ավելի խորը ցավոտ մի բանի, քան պարզ կյանքի դասը։ Միայն մեկ հարց, պնդեց Վիկտորը, բայց նա ինքն էլ ակնհայտորեն ցնցված էր իր իսկ փորձի արդյունքից։ Մեկ քայլ առաջ արեք նրանք, ովքեր երբեք ամոթ չեն զգացել իրենց ծնողների մասնագիտության համար։ Հաջորդած լռությունը խուլ էր։ Անին զգաց, կարծես ստամոքսին հարված ստացավ։ Ամբողջ պատանեկության ընթացքում նա բախվել էր շփոթմունքի պահերի, երբ դասընկերներն իմանում էին, որ մայրը տնային տնտեսուհի է։ Ոչ թե այն պատճառով, որ ամաչում էր Վարդուհու ազնիվ աշխատանքից, այլ որովհետև տեսնում էր, թե ինչպես է հասարակությունը արամարանքով նայում այդ մասնագիտությանը։ Գայանեն առաջին անգամ առաջ չգնաց։ Նա մնաց իր տեղում, աչքերում արցունքներ հայտնվեցին։ Ես ամաչում եմ, շշնջաց նա։ Ամաչում եմ, որ երբեք չեմ գնահատել Վարդուհի մորաքրոջ բոլոր այն մարդկանց աշխատանքը, ովքեր հոգ են տանում մեր տան մասին։
Նրա խոսքերի ազդեցությունն արձագանքեց լուր դահլիճում։ Խաղը բացահայտել էր շատ ավելին, քան Վիկտորը պատկերացնում էր։ Հիմա բոլոր ներկաները դեմ առ դեմ էին կանգնած այն իրականության հետ, որը նախընտրում էին չնկատել։ Անին նայեց մորը, տեսավ, թե ինչպես է վարդուհին փորձում զսպել արցունքները հպարտ իր դստեր արյությամբ, բայց նա ցավ զգալով իր ամենօրյա պայքարի բացահայտումից։ Խաղը դեռ հեռու էր ավարտից, բայց այդ դահլիճում արդեն ինչ-որ բան անդառնալիորեն փոխվել էր։ Այն անտեսանելի գծերը, որոնք բաժանում էին այդ մարդկանց, դարձել էին տեսանելի, այլս հնարավոր չէր զգացնել, թե դրանք գոյություն չունեն։ Մթնոլորտը դահլիճում լիովին փոխվել էր։ Այն, ինչ սկսվել էր որպես կրթական գործողություն, վերածվում էր անհավասարությունների բացահայտման, որոնք բոլորը նախընտրում էին անտեսանելի պահել։ Վիկտորը նայեց շուրջը, հասկանալով, որ թերագնահատել էր իր խաղի հուզական ազդեցությունը։ Անին արդեն քանի հարց է նույն տեղում էր հետելով, թե ինչպես է արջի խումբն ավելի ու ավելի հեռանում։ Նրա գողքին Պետրոսը, Վիոլետան նույնպես չէին շարժվել, ստեղծելով անհանգստացնող տեսողական հակադրություն առաջ գնացողների հետ մնացողների միջ։ Թերս պետք է այստեղ ավարտենք, առաջին անգամ խոսեց վարդուհին վեր գնալով տեղից։ Նրա ձայնը մի փոքր դողում էր, բայց կար մայրական հաստատակամություն դստերը պաշտպանելու փորձի մեջ։ Ոչ, մայրիկ, ասաց Անին բոլորին զարմացնելով իր ձայնի վճռականությամբ։ Ես ուզում եմ շարունակել։ Ուզում եմ լսել հարցերը։ Վիկտորը նայեց նրան հիացմունքի մտահոգության խառնուրդով։ Անիի գեցվածքի մեջ ինչ-որ բան էր փոխվել խաղի ընթացքում։ Այն ամաչկոտ աղջիկը, որ ժամանել էր քիչ առաջ, վերածվում էր ավելի գիտագից վճռական մեկի։ Վստահ ես, Անի, հարցրեց Վիկտորը, նրա ձայնն ավելի մեղմ էր, քան ամբողջ ընթացքում։ Լիովին, պատասխանեց նա ուղղելով ուսերը։ Մարդիկ պետք է տեսնեն սա։ Ես պետք է տեսնեմ սա։ Գայանեն, ով մոտ 5 մետր առաջ էր, ամբողջովին շրջվեց Անին նայելու համար։ Նրա աչքերում արցունքներ կային, նա իր կյանքում առաջին անգամ իսկապես տեսնում էր իր ընկերուհուն։ Ոչ թե որպես տնտեսուհու դստեր, այլ որպես մի երիտասարդի, ով բախվել էր մարտահրավերների, որոնք ինքը երբեք չէր կարող պատկերացնել։ Մեկ քայլ առաջ արեք նրանք, ովքեր երբեք ստիպված չեն եղել ընտրություն կատարել դպրոցական պարագաներ գնելու սննդի միջ, շարունակեց Վիկտորը, նրա ձայնը գրեթե լսելի չէր։ Հարցը դիպավ Անին նպատակագետին հասած նետի պես։ Նա վառ հիշեց 15 տարեկանի ուսումնական տարվա սկիզբը։ Վարդուհին գործրել էր լրացուցիչ աշխատանքը, որն անում էր շաբաթ օրերին, փողն ավելի քիչ էր, քան սովորաբար։ Անին ստել էր մորը ասելով, թե դպրոցը հետաձգել է պարագաների ցուցակը, որպեսզի վարդուհին կարողանա ամսվա սնունդը գնել։ Նա յոլա էր գնացել հին տետրերով, ամբողջ տարի գրքեր էր խնդրում դասընկերներից։ Արջի խումբն առաջ գնաց, բայց այս անգամ ակնհայտ տատանումով։ Նրանցից ոմանք սկսում էին հասկանալ, որ յուրաքանչյուր քայլը, որն անում էին, ներկայացնում էր մի արտոնություն, որն ուրիշները չեն ունեցել։ Ովքեր միշտ հնարավորություն են ունեցել օգտվելու մասնավոր բժշկական օգնությունից, երբեք ստիպված չեն եղել հերթ կանգնել պետական հիվանդանոցներում։ Հաջորդ հարցն Անիի համար ավելի ցավոտ հիշողություններ բերեց։ Նա հիշեց այն գիշերները, երբ վարդուհին նրան տանում էր պետական հիվանդանոցի շտապօգնության բաժանմունք, երբ նա հիվանդ էր, սպասելու ժամերը, մոր աչքերի հուսահատությունը, երբ պատշաճ բուժօգնություն չէին ստանում։ Հիշեց նա, թե ինչպես էր վարդուհին հիվանդացել նախորդ տարի շաբաթներ շարունակ թաքցրել վիճակի լրջությունը, որովհետ չէր ուզում գումար ծախսել մասնավոր բժիշկների վրա, ովքեր հնարավորություն են ունեցել դիմելու հոգեբանի օգնությանը, երբ դրա կարիքն են ունեցել։ Վիկտորը հարցրեց, նրա ձայնը բացահայտեց, որ նա նույնպես ազդված է պատասխաններից։ Անին մնաց անշարժ։ Պատանեկության տարիներին նա դժվար ժամանակներ էր ունեցել, հատկապես երբ դպրոցում ծաղրի էր ենթարկվում մոր մասնագիտության պատճառով։ Վարդուհին փորձում էր օգնել նրան, ինչպես կարող էր, բայց մասնագիտական հոգեբանական աջակցությունը շքեղություն էր, որը նրանք երբեք չէին կարող թույլ տալ։ Տիգրանը, գործարարներից մեկի որդին, առաջին անգամ դադարեց առաջ գնալ։ Ես կարծում եմ հիմա ես հոգեբանի կարիք ունեմ, շշնջաց նա ակնհայտորեն ցնցված տեսածից։ Մեկ քայլ առաջ արեք նրանք, ովքեր երբեք ստիպված չեն եղել ստել իրենց բնակության վայրի մասին ամոթի պատճառով, շարունակեց Վիկտորը, բայց հիմա նրա սեփական աչքերում արցունքներ կային։ Այս հարցը բերեց Անիի ամենացավոտ հիշողություններից մեկը։ Դպրոցում, երբ դասընկերները հարցնում էին, թե որտեղ է ապրում, նա միշտ տալիս էր թաղամասի անորոշ հասցե, երբեք չնշելով, որ դա սոցիալական շենքերից մեկն է։ Մի անգամ դասընկերուհիներից մեկը պնդել էր այցելել նրան, Անին բարդ պատմություն էր հորինել անհարմարությունից խուսափելու համար, ովքեր միշտ նոր հագուստ են ունեցել հատուկ առիթների համար։ Հաջորդ հարցը ստիպեց Անին նայել իր զգեստին, որը փոխ էր արել Գայանեից այս առիթի համար։ Վարդուհին պնդել էր, որ նա չի կարող հավաքույթին գնալ իր սովորական հագուստով, Գայանեն սիրով առաջարկել էր իր զգեստներից մեկը։ Դադարեցրու, խնդրում եմ,
հեկեգալով ասաց Սոնան հյուրերից մեկի դուստրը. «Սա ճիշտ չէ։ Մենք նրանց նվաստացնում ենք»։ Անին շրջվեց դեպի Սոնան հանդարտ հայացքով. «Դու ինձ չես նվաստացնում։ Ես չեմ ամաչում իմ կյանքից։ Հպարտ եմ իմ մորով այն ամենով, ինչ նա կարողացել է անել միայնակ»։ Անիի հայտարարությունն արձագանքեց դահլիճում լուռ որոտի պես։ Նրա խոսքերի մեջ կար արժանապատվություն, որը բոլորին անպատասխան թողեց։ Վարդուհին դեռ կանգնած, ձեռքը դրեց կրծքին հուզված դստեր ուժից։ Ովքեր միշտ վստահ են եղել, որ կընդունվեն լավ համալսարան անկախ գնահատականներից։ Վիկտորը հարցրեց, նրա ձայնն այժմ ակնհայտորեն խեղդված էր։ Անին առաջին անգամ ժպտաց խաղի ընթացքում։ «Ես կընդունվեմ», ասաց նա բավականաչափ բարձր, որ բոլորը լսեն։ «Ոչ թե որովհետ վստահ եմ, այլ որովհետ պայքարելու եմ դրա համար։ Եվ կընդունվեմ իմ սեփական արժանիքների շնորհիվ»։ Նրա պնդումը ստեղծեց մտորումների մի պահ։ Արջի երիտասարդներից ոմանք ամոթահար տեսք ունեին հասկանալով, որ իրենք երբեք ստիպված չեն եղել իսկապես պայքարել կամ ջանք թափել իրենց ձեռքբերումների համար։ «Մեկ քայլ առաջ արեք նրանք, ովքեր երբեք ստիպված չեն եղել աշխատել տանն օգնելու համար ուսմանը զուգահեռ», շարունակեց Վիկտորը, բայց հիմա թվում էր, թե նա հարցերն ավելի շատ տալիս էր ինքն իրեն, քան խմբին։ Անին հիշեց խանութում աշխատած իր հետմիջօրեները, թե ինչպես էր սովորում ընդմիջումներին, թե ինչպես էր Վարդուհին միշտ ոգորում նրան ասելով, որ կրթությունը միակ ժառանգությունն է, որ կարող է տալ նրան։ Ովքեր ունեցել են ծնողներ, որոնք կարողացել են ժամանակ տրամադրել իրենց կրթությանը հետելու համար, որովհետև ստիպված չեն եղել աշխատել մի քանի տեղում։ Հարցը բերեց մեկ ցավոտ հակադրություն։ Վարդուհին աշխատում էր Վիկտորի տանը շաբաթվա ընթացքում, մաքրում էր այլ ընտանիքների տներ հանգստյան օրերին, դեռ գիշերները դերձակություն էր անում եկամուտը լրացնելու համար։ Այդուհանդերձ նա միշտ ժամանակ էր գտնում Անիի դպրոցի մասին հարցնելու նրան ուսման մեջ քաջալերելու համար, նույնիսկ եթե չէր կարող ուղղակիորեն օգնել առարկաների հարցում։ Ովքեր միշտ հնարավորություն են ունեցել օգտվելու գրքերից, համացանցից սովորելու համար լուռ միջավայրից։ Վիկտորը հարցրեց, Անին նկատեց, որ նա ուղիղ իրեն է նայում։ Անին սովորում էր խոհանոցի սեղանի շուրջ տեղը կիսելով մոր գառուցի հետ։ Համակարգիչը հին մոդել էր, որը Վարդուհուն հաջողվել էր գնել օգտագործված վիճակում, իսկ համացանցը սահմանափակ էր։ Այդուհանդերձ նա կարողացել էր դառնալ իր դասարանի լավագույն աշակերտներից մեկը։ Բավական է, հանկարծ գոռաց Լոնը խզելով աջող լարվածությունը։ Սա ճիշտ չէ։ Մենք պարզապես ստիպում ենք բոլորին վատ զգալ։ Անին հանգիստ շրջվեց դեպի նա։ Ինչո՞ւ ես քեզ վատ զգում։ Այն պատճառով, որ բացահայտեցիր, որ արտոնություններ ունես, թե այն պատճառով, որ բացահայտեցիր, որ ուրիշները չունեն։ Անիի հարցը դիպավ Լոնին։ Նա չիմացավ ինչ պատասխանել շիկնելով շփոթմունքից։ Վիկտորը նայեց Անիին նոր հայացքով։ Այդ երիտասարդ աղջկա մեջ ինչ-որ բան կար, որ նա նախկինում չէր նկատել դժվարությունների միջով կոփված իմաստություն, մի հասունություն, որն իր երեխաները, չնայած տարիքին, չունեին։ Ովքեր հնարավորություն են ունեցել ճամփորդելու մշակութային փորձառություններ ձեռք բերելու, որոնք ընդլայնել են իրենց աշխարհայացքը։ Վիկտորը հարցրեց, բայց հիմա նա ակնհայտորեն ազդված էր Անիի պատասխաններից։ Ես ունեցել եմ, ասաց Անին բոլորին զարմացնելով։ Ոչ թե թանկարժեք ճամփորդություններ, բայց մայրս ինձ տանում էր անվճար թանգարաններ, այգիներ, նա ինձ սովորեցնում էր կյանքի մասին հետելով մարդկանց։ Ես աշխարհի մասին ավելի շատ բան եմ սովորել ավտոբուսում տարբեր խավերի մարդկանց հետ երթեգելով, քան շատերը սովորում են միջազգային ճամփորդությունների ժամանակ։ Նրա պատասխանը բոլորին լրացրեց։ Նրա խոսքերի մեջ կար խորություն, որը բացահայտում էր, թե ինչպես էր նա սահմանափակումները վերածել սովորելու հնարավորությունների։ Մթնոլորտը դահլիճում լիովին փոխակերպվել էր։ Այն, ինչ սկսվել էր որպես արտոնությունների մասին վարժություն, դառնում էր դաս տոկունության, արժանապատվության հեռանկարի մասին։ Անին գտնում էր իր ձայնը, նրա յուրաքանչյուր խոսքն արձագանքում էր մի ճշմարտությամբ, որը խորապես դիպչում էր բոլոր ներկաներին։ Վիկտորը նայեց երիտասարդ աղջկան աջող հիացմունքով հասկանալով, որ այդ խաղը բացահայտում էր շատ ավելին, քան ինքը պատկերացրել էր։ Անին պարզապես վարժության մասնագիծ չէր։ Նա դառնում էր բոլորի ուսուցիչը։ Լռությունը դահլիճում շոշափելի էր։ Անին խաղը վերածել էր ներքին ուժի դրսորման, որին ներկաներից ոչ ոք չէր սպասում ականատես լինել։ Վիկտորը հետում էր երիտասարդ աղջկան հիացմունքի շփոթմունքի խառնուրդով հասկանալով, որ իր վարժությունը բացահայտել էր մի իսկական առաջնորդի այնտեղ, որտեղ նա ամենակիչն էր սպասում գտնել։ Մի վերջին հարց կա, որ կուզեի տալ, ասաց Վիկտորը, նրա ձայնն այժմ լիովին տարբերվում էր այն հրամայական տոնից, որով սկսել էր խաղը։ Նրա խոսքերի մեջ հարգանք խոնարհություն կար։ Անին գլխով արեց պահպանելով իր սկզբնական դիրքը։ Նրա շուրջը ֆիզիկական հեռավորությունը, որը բաժանում էր երիտասարդներին, վերածվել էր մի տեսողական պատկերի, որն անհնար էր անտեսել։
Նա, Պետրոսը Վիոլետան մնում էին մեկնարկային գետում, մինչդեռ մյուսները մետրերով առաջ էին։ Մեկ քայլ առաջ արեք նրանք, ովքեր հստակ գիտեն, թե որքան է ինչ-որ մեկը զոհաբերել, որպեսզի դուք այսօր այստեղ լինեք, նույնիսկ եթե դուք ոչ մի քայլ առաջ չեք արել, ասաց Վիկտորը, նրա ձայնը վերջին բառի վրա դողաց։ Հարցն արձագանքեց միջավայրում որպես հայտնություն։ Անին զգաց, կարծես էլեկտրական հոսանք անցավ իր ամբողջ մարմնով։ Նա նայեց առաջ, որտեղ Գայանեն, Մարկոսը, Լոնը մյուսները սպասում էին իր պատասխանին։ Հետո հետ նայեց նստած մեծահասակների մեջ փնտրելով Վարդուհուն։ Երբ նրա աչքերը հանդիպեցին մոր աչքերին, Անին տեսավ շատ ավելին, քան արցունքները։ Տեսավ տասնամյակների լուր աշխատանքը, չբարձրաձայնված զոհողությունները, հետաձգված երազանքները, որպեսզի իր երազանքները հնարավոր լինեն։ Տեսավ Վարդուհու ձեռքերը գոշտացած տնային աշխատանքի տարիներից, բայց միշտ մեղմ, երբ սփոփում կամ քաջալերում էին։ Տեսավ կնոջը, ով եղել էր հայր, մայր, ով աղյուս առ աղյուս կառուցել էր դստեր ապագան։ Ամբողջ խաղի ընթացքում առաջին անգամ Անին քայլ արեց, բայց ոչ թե առաջ, այլ հետ։ Շփոթմունքի շշուկ անցավ դահլիճով։ Գայանեն նայեց նրան չհասկանալով։ Վիկտորը հոնքերը գիտեց փորձելով հասկանալ, թե ինչ է կատարվում։ Անինս մեկ քայլ արեց հետ։ Եվ հետոս մեկը։ Անի, ինչ ես անում, շնջաց Պետրոսը շփոթված։ Գնում եմ այնտեղ, որտեղ պետք է լինեմ, պատասխանեց նա, նրա ձայնը հստակ էր վճռական։ Յուրաքանչյուր քայլով, որն անում էր խաղի հակառակ ուղղությամբ, Անին զգում էր, կարծես վերջապես գտնում էր իր իսկական տեղը։ Խաղը ցույց էր տվել արտոնություններն ու գարիքները, բայց չէր կարողացել ցույց տալ մի հիմնարար բան անվերապահ սիրո զոհողության արժեքը։ Երբ հասավ Վարդուհուն, Անին կանգնեց մոր դիմաց։ Ամբողջ դահլիճում բացարձակ լռություն էր տիրում։ Բոլորը հետում էին այդ երիտասարդ աղջկան, ով խախտել էր վարժության կանոնները։ Մայրիկ, ասաց Անին, նրա ձայնը հստակ արձագանքեց միջավայրում, ես վերջապես հասկացա։ Վարդուհին վեր կացավ աթոռից, արցունքներն ազատորեն հոսում էին դեմքով։ Նա ոչինչ չասաց, պարզապես սպասեց։ Դուք երբեք քայլ առաջ չարեցիք այս խաղում, որովհետև չափազանց զբաղված էիք այն հողը կառուցելով, որի վրա ես կարող էի կանգնել, շարունակեց Անին, նրա խոսքերը հասնում էին դահլիճի ամեն մի անկյունը։ Յուրաքանչյուր հարց, որին ես չկարողացա պատասխանել այո, ներկայացնում է մի զոհողություն, որը դուք արել եք ինձ համար։ Մթնոլորտը լիովին համակված էր հույզերով։ Գայանեն ամբողջովին շրջվել էր տեսարանին հետելու համար, արցունքները հոսում էին դեմքով։ Մեծահասակներից ոմանք նույնպես ակնհայտորեն հուզված էին։ Երբ ես 10 տարեկանում հեծանիվ չստացա, դա այն պատճառով էր, որ դուք ընտրեցիք վճարել իմ դպրոցի համար։ Երբ ես սառնարանում սնունդ չունեի ընտրելու, դա այն պատճառով էր, որ դուք երաշխավորում էիք, որ ես երբեք սոված չմնամ, նույնիսկ եթե դա նշանակում էր, որ դուք պետք է սոված մնաք, շարունակեց Անին յուրաքանչյուր բառը լցնելով անգեղծ ճշմարիտ հույզով։ Անին ձեռքերը պարզեց դեպի մայրը։ Դուք անցաք բոլոր այն քայլերը, որոնք ես չկարողացա անել։ Հիմա իմ հերթն է քայլել ձեր կողքին։ Վարդուհին վերջապես մոտեցավ, մայր ու դուստր գրկախառնվեցին դահլիճի կենտրոնում բոլորի աչքի առաջ։ Դա մի գրկախառնություն էր, որն իր մեջ պարունակում էր 17 տարվա սեր, պայքար, զոհողություն, երախտագիտություն։ Մի գրկախառնություն, որը ներկայացնում էր բոլոր այն գիշերները, երբ Վարդուհին աշխատել էր մինչ ուշ ժամը, բոլոր այն առավոտները, երբ արթնացել էր արից առաջ, բոլոր այն երազանքները, որոնք հետաձգել էր դստեր երազանքներն իրականացնելու համար։ Լռությունը միջավայրում բացարձակ էր, բայց այն լցված էր փոխագերպող էներգիայով։ Դա անհարմար լռություն չէր, այլ հարգալից, կարծես բոլորը գիտակցում էին, որ սուրբ մի բանի ականատես են լինում։ Հիմա ես հասկանում եմ, թե ինչ է նշանակում արտոնություն, ասաց Անին դեռ գրկած մորը, բայց բավականաչափ բարձր խոսելով, որ բոլորը լսեն։ Արտոնությունը ամեն ինչ հեշտությամբ ունենալը չէ։ Արտոնությունը մեկին ունենալն է, ով քեզ այնքան է սիրում, որ անհնարինը հնարավոր է դարձնում։ Վիկտորը դանդաղորեն մոտեցավ դահլիճի կենտրոնին ակնհայտորեն ցնցված։ Երբ հասավ Վարդուհուն Անին, նա կանգնեց գլուխը խոնարհեց ի նշան հարգանքի։ Վարդուհի, ասաց նա ձայնը խեղդված, ես ներողություն եմ խնդրում։ 20 տարի դու աշխատել ես իմ տանը, ես երբեք քեզ իսկապես չեմ տեսել։ Երբեք չեմ ճանաչել այն արտակարգ կնոջը մորը, որ դու գաս։ Վարդուհին զարմանքով նայեց Վիկտորին։ 2 տասնամյակ աշխատանքի ընթացքում դրանք առաջին անձնական ճանաչման խոսքերն էին, որ նա ստանում էր նրանից։ Պարոն Վիկտոր, պատասխանեց Վարդուհին արժանապատվորեն, ես միշտ իմացել եմ իմ արժեքը։ Կարիք չունեի, որ դուք ինձ ասեիք։ Բայց ուրախ եմ, որ վերջապես կարողացաք տեսնել։ Վարդուհու պատասխանը մտորումների նոր ալիք բերեց բոլոր ներկաների համար։ Նրա խոսքերի մեջ կար հանդարտ ուժ, որը բացահայտում էր տարիների ինքնաճանաչումը ընդունումը։ Գայանեն հանկարծ խզեց խաղի շարքը վազեց դեպի Անին ու Վարդուհին։ Երբ հասավ նրանց, նետվեց երկուսի գիրկը։
Վարդուհի մորաքույր, ների՛ր ինձ, հեկեկաց նա։ Ների՛ր բոլոր այն անգամների համար, երբ ես քեզ իսկապես չեմ տեսել։ Ների՛ր, որ այսքան երկար տեց հասկանալը։ Գայանեի ժեստը բացեց խմբի հուզական պատնեշները։ Մեկ առ մեկ մյուս երիտասարդները սկսեցին շարժվել դեպի կենտրոն լքելով խաղի իրենց առաջ քաշված դիրքերը։ Հաջորդը Մարգոսն էր մոտենալով տատանվելով։ Անի, ես միշտ քեզ հետ վարվել եմ այնպես, կարծես դու անտեսանելի ես։ Կարծես կարոր չես։ Դու ինձ հետ վարվել ես այնպես, ինչպես սովորել ես վարվել իմ մոր նման մարդկանց հետ, պատասխանեց Անին առանց քինախնդրության։ Բայց հիմա դու կարող ես այլ կերպ սովորել։ Լոնը մոտեցավ հաջորդը ակնհայտորեն ամաչելով։ Ես նույնիսկ չգիտեի քո գոյության մասին մինչ այսօր։ Դա սարսափելի է իմ կողմից։ Հիմա գիտես, պարզապես ասաց Անին։ Ինչ ես անելու այդ գիտելիքի հետ։ Մեկ առ մեկ բոլոր երիտասարդները մոտեցան կենտրոնին ստեղծելով մի շրջան Անիի վարդուհու շուրջ։ Այն, ինչ սկսվել էր որպես արտոնությունների մասին խաղ, վերածվել էր ճանաչման մարդկայնացման ինքնաբուխ արարողության։ Պետրոսը Վիոլետան, ովքեր նույնպես հետ էին մնացել վարժության ընթացքում, մոտեցան միացան հավաքական գրկախառնությանը։ Նրանց միջ կար լուր համերաշխություն, ընդհանուր ըմբռնում, որ իրենց փորձառությունները, թե տարբեր մյուսներից, ունեին արժեք արժանապատվություն։ Վիկտորը հետում էր իր արջ ծավալվող տեսարանին հպարտության խոնարհության խառնուրդով։ Նրա խաղն աշխատել էր, բայց ոչ այնպես, ինչպես նա սպասում էր։ Պարզապես արտոնություններ ցույց տալու փոխարեն այն բացահայտել էր նրանց արտակարգ ուժը, ովքեր բախվել էին դժվարություններին, ճանաչման ու երախտագիտության կարողությունը։ Անի, ասաց Վիկտորը, երբ խումբը վերջապես առանձնացավ, դու ինձ մեկ հետմիջօրվա ընթացքում ավելի շատ բան սովորեցրիր, քան ես սովորել եմ սոցիալական պատասխանատվության մասին տարիների դասախոսություններից։ Անին նայեց նրան հասուն հայացքով։ Դուք հնարավորություն ստեղծեցիք, որ ճշմարտությունը հայտնվի։ Երբեմն հենց դա է մարդկանց պետք հնարավորություն տեսնելու այն, ինչ միշտ եղել է իրենց առջ։ Հետմիջօրվա առը սկսում էր մայր մտնել ստեղծելով ոսկեգույն լույս, որը թափանցում էր դահլիճի պատուհաններից։ Խաղն ավարտվել էր, բայց շատ ավելի մեծ մի բան էր սկսվել փոփոխություն այն ձի մեջ, թե ինչպես էին բոլորն այնտեղ տեսնում միմյանց իրենց։ Վարդուհին նայեց դստերը մի հպարտությամբ, որը վեր էր բարերից։ Անին գտել էր իր ձայնը, իր ուժը, իր կարողությունը պոտենցիալ նվաստացուցիչ իրավիճակը վերածելու արժանապատվության սիրո հզոր դասի։ Այն հետմիջօրեն, որը կարող էր լինել պարզապես հերթական հավաքույթը, վերածվել էր շրջադարձային պահի բոլոր ներկաների կյանքում, հատկապես Անիի վարդուհու հարաբերություններում մի հարաբերություն, որը միշտ եղել էր առանձնահատուկ, բայց հիմա ճանաչվում տոնվում էր բոլորի կողմից որպես սիրո նվիրումի արտակարգ օրինակ։ Սահակյանների տանը տեղի ունեցած հավաքույթին հաջորդած օրերը նշանավորվեցին փոխակերպման էներգիայով, որը կարծես սեփական կյանքն ուներ։ Խաղն ավարտվել էր, բայց դրա ալիքները շարունակում էին տարածվել դիպչելով յուրաքանչյուր մարդու կյանքին, ով ներկա էր եղել այդ կիրակի հետմիջօրեին։ Անին երկուշաբթի օրը դպրոց վերադարձավ իր մասին լիովին նոր զգացողությամբ։ Առաջին անգամ նա քայլում էր միջանցքներով առանց փորձելու անտեսանելի դառնալ։ Նա բացահայտել էր, որ իր պատմությունը ամոթի պատճառ չէր, այլ հպարտության, այդ բացահայտումը փոխեց նրա ամբողջ կեցվածքը։ Դասամիջոցին Գայանեն հայտնվեց նրա դասարանում։ Մի բան, որ երբեք չէր պատահել նախկինում, թե նրանք տարիներ շարունակ հաճախում էին նույն դպրոցը։ Անի, կարող ենք խոսել, հարցրեց Գայանեն ակնհայտորեն հուզված։ Նրանք գնացին բակի ավելի մեկուսի մի անկյուն։ Գայանեն կարծես դժվարանում էր գտնել ճիշտ բառերը։ Ես չկարողացա դադարել մտածել գիրակի օրվա մասին, սկսեց Գայանեն։ Այն մասին, թե ինչպես ես երբեք քեզ իսկապես չեմ տեսել, թե քեզ այդքան երկար ժամանակ է ճանաչում եմ։ Եվ մտածեցի բոլոր այն անգամների մասին, երբ բողոքել եմ դատարկ բաներից, մինչդեռ դու մայրդ։ Գայանե, մեղմորեն ընդհատեց Անին, դու կարիք չունես մեղավոր զգալու արտոնություններ ունենալու համար։ Պարզապես պետք է որոշես, թե ինչ ես անելու դրանց հետ։ Հենց դրա մասին եմ ուզում խոսել, ասաց Գայանեն աշխուժանալով։ Ուզում եմ ինչ-որ բան անել։ Երեկ երեկոյան խոսեցի հորս հետ, նա համաձայնեց ստեղծել կրթաթոշակային հիմնադրամ աշխատագիտների նրանց երեխաների համար։ Անին զարմանքով նայեց ընկերուհուն։ Իսկապես, շատ լուրջ։ Եվ դա ողորմություն չէ, Անի։ Դա ճանաչում է։ Ճանաչումն այն բանի, որ քո նման մարդիկ արտակարգ ներուժ ունեն արժանի են նույն հնարավորություններին, որոնք ես միշտ ունեցել եմ։ Երկու ընկերուհիների միջ զրույցը նշանավորեց մի գործընկերության սկիզբը, որը կվերանար նրանց սոցիալական տարբերությունները։ Անին իր ուղու վրա դաշնակից էր գտել, իսկ Գայանեն նպատակ էր գտել իր արտոնությունների համար։ Մինչդեռ Սահակյանների առանձնատանը Վիկտորն իր գործարար կարիերայի ամենակարևոր զրույցն էր ունենում։ Ոչ թե կորպորատիվ հանդիպումների սենյակում, այլ իր իսկ տան խոհանոցում Վարդուհու հետ։ Վարդուհի, պետք է անկեղծ լինեմ քեզ հետ,
ասաց Վիկտորը նստած այն սեղանի շուրջ, որտեղ Վարդուհին այնքան հաճախ կերակուր էր պատրաստել նրա ընտանիքի համար։ Գիրագին ինձ համար արթնացում էր։ Հասկացա, որ կառուցել եմ գործարար կայսրություն, բայց ձախողվել եմ որպես մարդ։ Վարդուհին լուր լսում էր նրան դեռ մշակելով այն արմատական փոփոխությունը, որին ականատես էր եղել տանտիրոջ մեջ վերջին օրերին։ Ուզում եմ քեզ պաշտոնի բարձրացում առաջարկել, շարունակեց Վիկտորը։ Ոչ թե որպես տնտեսուհի, այլ որպես մարդկային ռեսուրսների համակարգող։ Ուզում եմ, որ դու ինձ օգնես փոխել մեր ընկերության մշակույթը։ Վարդուհին երկար ժամանակ լուր մնաց։ Երբ վերջապես խոսեց, նրա ձայնը հաստատուն էր մտախոհ։ Պարոն Վիկտոր, շնորհակալ եմ առաջարկի համար, բայց նախ պետք է իմանամ սա Գիրագի օրվա պատահածի համար խղճահարությունից է, թե դուք իսկապես հավատում եք, որ ես ունեմ այդ պաշտոնի համար անհրաժեշտ կարողությունները։ Վարդուհու հարցը Վիկտորին անագնկալի բերեց։ Նա անմիջական երախտագիտություն էր սպասում, ոչ թե հարցադրում։ Դու իրավացի ես, որ հարցնում ես, խոստովանեց նա։ Բայց ճշմարտությունն այն է, որ դու իմ տունն ավելի արդյունավետ ես կառավարել, քան շատ մենեջերներ, որոնց ես երբե վարձել եմ։ Դու միայնակ աշխատելով մեծացրել ես մի արտակարգ դուստր։ Դու ունես կազմակերպչական, առաջնորդական հմտություններ, ամենակարևորը, դու հասկանում ես մարդկանց այնպես, ինչպես ես երբեք չեմ հասկացել։ Վարդուհին ուշադիր կշռադատեց խոսքերը։ Ընդունում եմ, բայց մի պայմանով։ Ուզում եմ, որ Անին ներառվի ընկերության պրակտիկայի ծրագրում, երբ ավարտի դպրոցը։ Ոչ թե որպես իմ դուստր, այլ իր արժանինքների համար։ Համարիր արված է, անմիջապես պատասխանեց Վիկտորը։ Մինչ այս փոփոխությունները տեղի էին ունենում Սահակյան ընտանիքում, Անին բացահայտում էր, որ հավաքույթի ժամանակ իր վարքագիծն արձագանքել էր այդ սոցիալական շրջանագից շատ ավելի հեռու։ Անահիտ Մելիքյանը, ով հետել էր ամբողջ խաղին, պատմությունը պատմել էր մայրաքաղաքի վերնախավի այլ ընկերուհիներին։ Օվսաննան Վիգենի գինը այնքան տպավորված էր, որ որոշեց անձամբ փնտրել Անին։ Անի, ասաց Օվսաննան, երբ գտավ նրան դպրոցի ելքի մոտ, կցանկանայի մի առաջարկ անել։ Իմ ընկերությունն ունի մենթորության ծրագիր երիտասարդ տաղանդների համար։ Կցանկանայի, որ դու մասնակցես։ Անին զարմանքով նայեց իր դիմաց կանգնած նրբագեղ կնոջը։ Ինչո՞ւ ես։ Որովհետև դու դրսորեցիր մի բան, որը ես հազվադեպ եմ տեսնում գործարար աշխարհում իսկություն բարոյական արիություն։ Դրանք որակներ են, որոնք համալսարաններում չեն սովորեցնում։ Օվսաննայի առաջարկը Անի արջ բացեց հնարավորությունների մի աշխարհ, որը նա երբեք չէր պատկերացրել։ Գործարար մենթորություն, մասնագիտական կապեր, ծանոթություն այնպիսի կարիերաների հետ, որոնց մասին նա չգիտեր։ Ավելի կարևոր է հնարավորություն կառուցելու ապագա ոչ միայն իր, այլ պոտենցիալ նա այլ մարդկանց համար, ովքեր նմանատիպ իրավիճակներում են։ Դպրոցում փոփոխությունները նույնպես տեսանելի էին։ Ուսուցիչները, ովքեր Անին ընկալել էին որպես համեստ աշակերտուհի, սկսեցին ճանաչել նրա բնական առաջնորդությունը։ Դասընկերները, ովքեր հազիվ գիտեին նրա գոյության մասին, սկսեցին հարգել նրան նորովի։ Պետրոսը, ով մասնակցել էր խաղին Անիի պես տեղում էր մնացել, մի քանի օր անց գտավ նրան։ Անի, այն, ինչ դու արեցիր Գիրագի օրը, ինչ որ բան փոխեց նա իմ մեջ, ասաց նա։ Ես միշտ ամաչել եմ ավտոսպասարկման գետում աշխատելուց, միշտ զացրել եմ, թե դա ժամանակավոր է։ Բայց դու ինձ ստիպեցիր հասկանալ, որ ազնիվ աշխատանքն արժանապատիվ է։ Եվ հենց այդպես է, հաստատեց Անին։ Կարոր չէ ինչ ենք անում, կարոր է ինչպես ենք անում։ Ես խոսեցի հորս հետ արհեստանոցն ընդլայնելու մասին։ Նա ասաց, որ եթե ես ջանք թափեմ ուսման աշխատանքի մեջ, նա ինձ կսովորեցնի իսկական գործը։ Թերս ապագայում ես կարողանամ իմ սեփական ընկերությունն ունենալ։ Պետրոսի հետ զրույցը Անին ցույց տվեց, որ իր վարքագիծը ոգեշնչել էր ուրիշներին վերագնահատել իրենց սեփական իրավիճակները ներուժը։ Տանը Վարդուհու առօրյայի փոփոխությունները բերեցին անսպասելի փոխագերպումներ։ Նոր պաշտոնի շնորհիվ նա ուներ ավելի ճկուն գրաֆիկ տարիների ընթացքում առաջին անգամ կարողացավ ավելի շատ ներկա լինել Անի դպրոցական կյանքին։ Մայրիկ, չեմ հավատում, որ դու կարողանալու ես գալ ավարտական երեկոյին, ասաց Անին մի երեկո, երբ նրանք ընթրում էին խոհանոցի փոքրիկ սեղանի շուրջ։ Ոչ միայն կարողանալու եմ գալ, այլ լինելու եմ առաջին շարքում, պատասխանեց Վարդուհին ժպտալով։ Եվ գիտես ինչ, տարիների ընթացքում առաջին անգամ ես կարողանալու եմ նոր զգեստ գնել հատուկ առիթի համար։ Նոր զգեստի մասին Վարդուհու պարզ մեկնաբանությունը բացահայտեց, թե որքան փոքր երազանքներ էր նա հետաձգել տարիների ընթացքում։ Հիմա, վերջապես, նրա կյանքում տեղ կար որոշ անձնական ցանկությունների համար։ Մայրիկ, ասաց Անին բռնելով Վարդուհու ձեռքը, դու միշտ եղել ես իմ ճանաչած ամենանրբագեղ գինը նոր զգեստով, թե առանց դրա։ Մինչդեռ Սահակյանների առանձնատանում փոփոխությունները շարունակում էին արձագանքել։ Մարգոսն ու Լոնը, սկզբում դիմադրելով փոփոխությանը, սկսեցին հարցականի տակ դնել իրենց սեփական վարքագիծը արտոնությունները։
Հայրիկ, ասաց Մարգոսը ընտանեկան ընթրիքի ժամանակ, ես ուզում եմ վերադարձնել այն մեքենան, որը դու ինձ նվիրեցիր։ Վիկտորը գրեթե խեղդվեց կերակուրից։ Ինչո՞։ Որովհետ ես ոչինչ չեմ արել դրան արժանի լինելու համար։ Ուզում եմ աշխատել, իմ սեփական գումարը վաստակել, այդ ժամանակ միայն մեքենա ունենալ։ Իսկ ես ուզում եմ չեղարկել ուղղորությունը դեպի Եվրոպա, ավելացրեց Լոնը։ Նախընտրում եմ այդ գումարն օգտագործել այն կրթաթոշակային հիմնադրամի համար, որն առաջարկեց Գայանեն։ Վիկտորը նայեց որդիներին հպարտության զարմանքի խառնուրդով։ Կիրակի օրվա խաղը սոցիալական գիտակցության սերմեր էր ցանել, որոնք ձլում էին այնպիսի ձերով, որ նա երբեք չէր պատկերացրել։ Հպարտանում եմ ձեզնով, պարզապես ասաց նա։ Բայց ուզում եմ, որ վստահ լինեք, որ դա անում եք ճիշտ դրդապատճառներով, ոչ թե մեղքի զգացումից դրդված։ Ճիշտ դրդապատճառներով է, հայրիկ, ասաց Գայանեն։ Անին մեզ սովորեցրեց, որ արտոնությունն առանց նպատակի վատնում է։ Գայանեի խոսքն արձագանքեց տանը ամփոփելով այն դասը, որը բոլորն էին սովորել այդ կիրակի հետմիջօրեին, որն ընդմիջտ փոխեց նրանց կյանքը։ Շաբաթների ընթացքում Անին սկսեց նկատել, որ իր պատմությունը տարածվում էր Սահակյանների սոցիալական շրջանագից դուրս։ Պատմություններն իրենց սեփական ուժն ունեն, նրանը դիպել էր մարդկանց հոգու խորքին։ Մի օր Օվսաննայի հետ մենթորության հանդիպումներից մեկի ժամանակ Անին ստացավ անսպասելի առաջարկ։ Անի, կցանկանայի, որ մտածեիր քո փորձառության մասին գիրք գրելու մասին, ասաց Օվսաննան։ Ոչ թե դրամատիկ ինքնագենսագրություն, այլ պատմություն դժվարությունների մեջ արժանապատվորեն մեծանալու մասին։ Ես գրող չեմ, տատանվելով պատասխանեց Անին։ Թերս դեռ չես, բայց դու ունես մի պատմություն, որը պետք է պատմվի։ Եվ ավելի կարևոր է դու ունես իմաստություն այն ճիշտ ձով պատմելու համար։ Գրքի գաղափարը նոր սերմ ցանեց Անիի մտքում։ Նա սկսեց պատկերացնել ոչ միայն իր սեփական պատմությունը, այլ շատ այլ մարդկանց պատմությունները, ովքեր իր մոր նման են մարդիկ, ում զոհողություններն ու ձեռքբերումները անտեսանելի են մնում հասարակության մեծ մասի համար։ Այդ գիշեր Անին խոսեց Վարդուհու հետ գրքի առաջարկի մասին։ Ինչ ես կարծում, մայրիկ, պետք է գրեմ մեր պատմությունը։ Վարդուհին ժպտաց դիպավ դստեր դեմքին։ Սիրելիս, մեր պատմությունը միայն մերը չէ։ Դա միլիոնավոր մարդկանց պատմությունն է, ովքեր ամեն օր պայքարում են ավելի լավ ապագա կառուցելու համար։ Եթե դու կարողանաս ձայն տալ այդ մարդկանց, ապա արժե։ Վարդուհու հավանությունը վճռեց որոշումը։ Անին կսկսեր գրել ոչ միայն իր սեփական փորձի մասին, այլ աշխատանքի արժանապատվության, մայրական սիրո ուժի զոհողության ու նվիրումի բոլոր ձերը ճանաչելու գնահատելու կարողության մասին։ Այն փոխագերբումը, որը սկսվել էր կիրակի հետմիջօրեին, շարունակում էր աճել դիպչելով կյանքերին ստեղծելով հնարավորություններ, որոնք ներգրավվածներից ոչ ոք չէր պատկերացրել։ Անին բացահայտում էր, որ Սահակյանների հետ իր պատմության ավարտը իրականում ընդամենը շատ ավելի մեծ ճանապարհի սկիզբն էր։ 6 ամիս անց այն հավաքույթից, որը փոխեց ամեն ինչ, Սահակյանների առանձնատունը դարձել էր լուր սոցիալական փոխագերբման կենտրոն։ Այն, ինչ սկսվել էր որպես կրթական վարժություն, վերածվել էր փոփոխության անգեղծ շարժման, որը դիպչում էր մայրաքաղաքի հասարակության տարբեր ոլորտներին։ Անին դպրոցի ավարտական դասարանում էր, բայց նրա կյանքը լիովին փոխվել էր։ Օվսաննա Սալենի հետ մենթորության ծրագիրը դռներ էր բացել, որոնց գոյության մասին նա երբեք չէր պատկերացրել։ Շաբաթը 3 անգամ դասերից հետո նա գնում էր Օվսաննայի գրասենյակ հանդիպումների, որոնք միախառնում էին մասնագիտական կողմնորոշումը, անձնական զարգացումը, ռազմավարական կապերը։ Անի, ուզում եմ քեզ ներկայացնել շատ կարևոր մեկին, ասաց Օվսաննան մի չորեքշաբթի հետմիջօրեին նրան ուղեկցելով հանդիպումների սենյակ, որտեղ սպասում էր մոտ 40 տարեկան մի նրբագեղ կին։ Սա Սոնա Գարմենն է, հույս հիմնադրամի գործադիր տնօրենը։ Սոնա, սա Անին է, այն արտակարգ երիտասարդը, ում մասին պատմել էի քեզ։ Սոնան վեր գացավ ջերմ ժպիտով մեկնեց ձեռքը։ Անի, հաճելի է ծանոթանալ։ Օվսաննան պատմել է քո պատմությունը, ես կցանկանայի քննարկել մի հնարավորություն, որը, կարծում ենք, կատարյալ է քեզ համար։ Անին ողջունեց Սոնային այն վստահությամբ, որը զարգացրել էր վերջին ամիսների ընթացքում։ Ինձ համար նույնպես հաճելի է ծանոթանալ։ Հույս հիմնադրամը մեկնարկում է փոփոխության ձայներ փորձնական ծրագիրը, բացատրեց Սոնան նորից նստելով։ Մենք ուզում ենք բացահայտել երիտասարդների, ովքեր, քեզ նման, ունեն ոգեշնչող պատմություններ առաջնորդական ներուժ։ Ծրագիրն առաջարկում է ամբողջական կրթաթոշակ համալսարանի համար, գործարար մենթորություն պրակտիկայի հնարավորություններ գործընկեր կազմակերպություններում։ Անին զգաց, թե ինչպես է սիրտն արագ բաբախում։ Իսկ ինչ կպահանջվի ինձնից։ Հանձնարարություն ակադեմիական գերազանցությանը, մասնակցություն սոցիալական ազդեցության գործողություններին, պատրաստակամություն մենթոր լինելու քեզ նման իրավիճակներում գտնվող այլ երիտասարդների համար, պատասխանեց Սոնան։ Ըստ էության, մենք ուզում ենք, որ դու դառնաս կամուրջ տարբեր սոցիալական իրականությունների միջ։
Դա հենց այն է, ինչ ես կցանկանայի անել, առանց վարանելու, ասաց Անին։ Հնարավորությունը ներկայացնում էր այն ամենը, ինչի մասին Անին երազել, ինչի համար աշխատել էր։ Բայց ավելի կարևոր է, այն առաջարկում էր հնարավորություն օգտագործել իր փորձը օգնելու այլ մարդկանց հաղթահարել նմանատիպ պատնեշները, որոնց ինքը բախվել էր։ Մինչդեռ Վիկտոր Սահակյանի ընկերությունում Վարդուհու կողմից իրականացված փոփոխությունները արտակարգ արդյունքներ էին տալիս։ Որպես մարդկային ռեսուրսների համակարգող նա հեղափոխել էր ընկերության կազմակերպչական մշակույթը։ Վարդուհի աշխատագիտների գոհունակության ցուցանիշները վերջին 6 ամսում աճել են 40%-ով, մեկնաբանեց Վիկտորը գործադիր հանդիպման ժամանակ։ Ինչպես քեզ հաջողվեց դա։ Շատ պարզ, պարոն Վիկտոր, պատասխանեց Վարդուհին այն վստահությամբ, որը ձեռք էր բերել իր նոր պաշտոնում։ Ես լսեցի մարդկանց։ Բացահայտեցի, որ խնդիրների մեծ մասը կապված չէր աշխատավարձի հետ, այլ ճանաչման աճի հնարավորությունների։ Վարդուհին ներդրել էր ծրագրեր, որոնք երբեք չէին եղել ընկերությունում։ Ամենամսյա հանդիպումներ, որտեղ բոլոր մակարդակների աշխատագիտները կարող էին արտահայտել գաղափարներ, մտահոգություններ, արժանինքների վրա հիմնված ճանաչման համակարգ, մասնագիտական վերապատրաստման հնարավորություններ, որ ամենակարևորն է, ներքին առաջխաղացման քաղաքականություն, որն իսկապես աշխատում էր։ Եվս մի բան, շարունակեց Վարդուհին։ Ներդրեցի ընտանեկան այցելությունների ծրագիր։ Ամիսը մեկ անգամ աշխատագիտները կարող են բերել իրենց ընտանիքի անդամներին ընկերությանը ծանոթանալու համար։ Դա ստեղծեց պատկանելության զգացում, որը նախկինում չկար։ Վիկտորը հետում էր Վարդուհուն աջող հիացմունքով։ Կինը, ով 2 տասնամյակ գրեթե անտեսանելի էր եղել իր տանը, բացահայտվում էր որպես բնածին առաջնորդ հմտություններով, որոնք նա երբեք չէր նկատել։ Վարդուհի կցանկանայի մի բան առաջարկել, ասաց Վիկտորը հանդիպումից հետո, երբ նրանք մենակ էին։ Մտածում եմ այս փոփոխությունները տարածել խմբի բոլոր ընկերությունների վրա։ Կցանկանայի, որ դու ստանձնես կորպորատիվ մարդկային ռեսուրսների տնօրենի պաշտոնը։ Վարդուհին մի պահ լուռ մնաց։ Առաջարկը ներկայացնում էր մասնագիտական փոփոխություն, որի մասին նա երբեք չէր երազել։ Ընդունում եմ, ասաց նա վերջապես, բայց մի պայմանով։ Ուզում եմ ստեղծել մշտական գրթաթոշակային հիմնադրամ աշխատագիտների երեխաների համար։ Ոչ թե որպես արտոնություն, այլ որպես ներդրում ընկերության ապագայի մեջ։ Համարիր հաստատված է, անմիջապես պատասխանեց Վիկտորը։ Մինչ այս փոփոխությունները տեղի էին ունենում մասնագիտական աշխարհում, Անին բացահայտում էր, որ իր պատմությունը սեփական կյանքն է ստացել։ Գիրքը, որը նա սկսել էր գրել սկզբում որպես անձնական նախագիծ, դառնում էր շատ ավելի մեծ մի բան։ Անի, պետք է քեզ մի բան ցույց տամ, ասաց Գայանեն հայտնվելով դպրոցում պլանշետով ոգորված դեմքով։ Ինչ է, հարցրեց Անին հետաքրքրված։ Հիշում ես, որ քո գրքից մի քանի հատված տեղադրեցի իմ բլոգում։ Տես, թե որքան մարդ է մեկնաբանել կիսվել։ Գայանեն ցույց տվեց էկրանը լի հուզիչ մեկնաբանություններով։ Անին կարդաց մի քանի մեկնաբանություն աջող զարմանքով։ Այս պատմությունն ինձ ստիպեց վերանայել իմ վերաբերմունքը տնային տնտեսուհուս նկատմամբ։ Ես նրան երբեք իսկապես որպես մարդ չեմ տեսել, այլ միայն որպես գործառույթ։ Ես հավաքարարի դուստր եմ լիովին նույնացվեցի Անիի հետ։ Շնորհակալություն մեր փորձառություններին ձայն տալու համար։ Ես գործարար եմ, պատրաստվում եմ իմ ընկերությունում փոփոխություններ իրականացնել հիմնվելով այստեղ կարդացածիս վրա։ Մայրս միշտ աշխատել է որպես տնային տնտեսուհի, ես ամաչում էի դրանից։ Սա կարդալուց հետո առաջին անգամ հպարտություն եմ զգում նրա համար։ Անին հուզված էր արձագանքից։ Գայանե, ես չէի պատկերացնում, որ այդքան շատ մարդիկ կնույնացվեն։ Անի, դու դիպել ես մի բանի, որը շատ մարդիկ զգում են, բայց երբեք չեն կարողանում արտահայտել։ Քո գիրքը ձայն է տալիս պատմություններին, որոնք միշտ մնացել են անտեսանելի։ Առցանց արձագանքը գրավեց մայրաքաղաքի կարևոր հրատարակչություններից մեկի ուշադրությունը։ 2 շաբաթ անց Անին ստացավ մի հեռախոսազանգ, որը նորից կփոխեր նրա ապագայի հեռանկարը։ Անի, անունս Աստղիկ է, ես Հորիզոններ հրատարակչության գործադիր խմբագիրն եմ, ասաց ձայնը հեռախոսի մյուս կողմից։ Կցանկանայի հանդիպում նշանակել քո գրքի հրատարակումը քննարկելու համար։ Անին գրեթե վայր գցեց հեռախոսը։ Իսկապես, իսկական հրատարակչություն ուզում է հրատարակել իմ գիրքը։ Շատ լուրջ։ Մենք հավատում ենք, որ քո պատմությունը հազարավոր մարդկանց վրա ազդելու ներուժ ունի։ Կարող ենք հանդիպել այս շաբաթ։ Աստղիկի հետ հանդիպումը շրջադարձային եղավ Անիի կյանքում։ Հրատարակչությունը ոչ միայն հրատարակման պայմանագիր առաջարկեց, այլ ավելի հավակնոտ մի բան։ Անի, մենք ուզում ենք թողարկել գրքերի մի հավաքածու, որը գոչվում է «Իրական ձայներ» կենտրոնացած սոցիալական փոխակերպման հաղթահարման անկեղծ պատմությունների վրա, բացատրեց Աստղիկը։ Քո գիրքը կլինի հավաքածուի առաջինը, բայց մենք կցանկանայինք, որ դու դառնայիր նա շարքի համախմբագիրը, օգնելով բացահայտել նմանատիպ այլ պատմություններ։
Ես դեռ նույնիսկ դպրոցը չեմ ավարտել, ասաց Անին դեռ մշակելով առաջարկի մեծությունը։ Մենք դիպլոմ չենք վարձում, Անի։ Մենք վարձում ենք քո զգայունությունը, իսկությունը բացահայտելու քո կարողությունը տարբեր սոցիալական իրականություններ միացնելու քո հմտությունը։ Հրատարակչության առաջարկը Անիի համար լիովին նոր ուղի բացեց։ Նա կարող էր օգտագործել իր փորձը ոչ միայն սեփական պատմությունը պատմելու, այլ մարդկանց օգնելու պատմել իրենցը։ Մինչդեռ Վիկտորի որդիները շարունակում էին փոխակերպման իրենց ուղին։ Մարկոսը գես դրույքով աշխատանք էր գտել լոգիստիկ ընկերությունում, որտեղ անկեղծորեն աշխատում էր սեփական գումարը վաստակելու համար։ Լոնն իր ազատ ժամանակի մի մասը նվիրում էր ցածր եկամուտ ունեցող երիտասարդների համար ֆինանսական կրթության նախագծին։ Հայրիկ, ուզում եմ քեզ հետ մի գաղափար քննարկել, ասաց Լոնը ընտանեկան ընթրիքի ժամանակ։ Լսում եմ, պատասխանեց Վիկտորը։ Մարկոսը ես մտածում էինք հասարակական կազմակերպություն ստեղծելու մասին։ Ուզում ենք մեր արտոնությունները կառուցողական ձով օգտագործել հնարավորություններ ստեղծելով տաղանդավոր երիտասարդների համար, ովքեր չունեն նույն հնարավորությունները, ինչ մենք ենք ունեցել։ Գայանեն անմիջապես ոգորվեց։ Կարող եմ ես էլ մասնակցել։ Բազմաթիվ գաղափարներ ունեմ, թե ինչպես օգտագործել սոցիալական ցանցերը այդ պատմությունները տարածելու համար։ Վիկտորը նայեց իր 3 երեխաներին մի հպարտությամբ, որը գերազանցում էր իր ունեցած ցանկացած գործարար ձեռքբերում։ Դուք ունեք իմ լիակատար աջակցությունը ֆինանսական, անձնական։ ՀԿ-ն, որը ստեղծեցին Սահակյան քույրն ու եղբայրները, կոչվեց հնարավորությունների կամուրջներ, արագորեն դարձավ հայտնի մայրաքաղաքում։ Նրանք ներդրեցին մենթորության ծրագրեր, կրթաթոշակներ, որ ամենակարևորն է, ստեղծեցին աջակցության ցանց, որը կապում էր տաղանդավոր երիտասարդներին աճի իրական հնարավորությունների հետ։ Անին դարձավ ՀԿ-ի ոչ պաշտոնական դեսպանը օգնելով բացահայտել ներուժ ունեցող երիտասարդներին կապելով նրանց առկա ռեսուրսների հետ։ Նրա պատմությունը դարձել էր կատալիզատոր շատ ավելի մեծ փոփոխությունների համար։ Պետրոսը, ով ոգեշնչվել էր Անիի վարքագծից այդ կիրակի հետ միջօրեին, ապրում էր իր սեփական փոխակերպումը։ Նա ընդունվել էր ավտոմեխանիկայի տեխնիկական դասընթացների, օգնում էր հորը ընդլայնել արհեստանոցը։ Տանի, ուզում եմ քեզ շնորհակալություն հայտնել, ասաց Պետրոսը հանդիպելով նրան հնարավորությունների կամուրջներ ՀԿ-ի միջոցառումներից մեկի ժամանակ։ Ինչո՞ւ, հարցրեց Անին։ Ինձ սովորեցնելու համար, որ չկա անարժանապատիվ աշխատանք, կան միայն մարդիկ, ովքեր չեն ճանաչում աշխատանքի արժանապատվությունը։ Այսօր ես հպարտ եմ նրանով, ինչ անում եմ, ապագայի ծրագրեր ունեմ։ Եվ որոնք են այդ ծրագրերը, հարցրեց Անին անկեղծ հետաքրքրությամբ։ Ուզում եմ բացել ավտոմեխանիկայի մասնագիտացված տեխնիկական դպրոց։ Բայց ոչ թե ցանկացած դպրոց, այլ մեկը, որը կրթաթոշակներ գտա ցածր եկամուտ ունեցող երիտասարդներին իսկապես կպատրաստի աշխատաշուկայի համար։ Պետրոսի հետ զրույցը Անին ցույց տվեց, թե ինչպես էր այդ կիրակի հետ միջօրեին սկսված փոփոխությունը ստեղծում ալիքներ, որոնք հասնում էին մարդկանց իրավիճակների, որոնք նա նույնիսկ չէր պատկերացնում։ Վիոլետան խոհարարուհու դուստրը, ով նույնպես մասնակցել էր խաղին, մի քանի շաբաթ անց գտավ Անիին։ Անի, դու ինձ ոգեշնչեցիր պայքարել իմ երազանքների համար, ասաց Վիոլետան։ Ընդունվել եմ խոհարարական արվեստի դասընթացների մասնագի կրթաթոշակ եմ ստացել։ Ուզում եմ մի օր իմ սեփական ռեստորանը բացել։ Կհաջողես, վստահությամբ պատասխանեց Անին։ Եվ երբ հաջողես, հիշիր հնարավորություններ ստեղծել նա այլ մարդկանց համար։ Փոխակերպումները շարունակում էին բազմապատկվել այնպիսի ձևով, որոնք ներգրավվածներից ոչ ոք չէր կանխատեսել։ Այն խաղը, որը Վիկտորը ստեղծել էր իր երեխաներին արտոնությունների մասին սովորեցնելու համար, դարձել էր սոցիալական փոփոխության անկեղծ շարժում։ Վարդուհին իր նոր պաշտոնում դարձել էր մայրաքաղաքի մարդկային ռեսուրսների ոլորտի հեղինակություն։ Նրան հաճախ էին հրավիրում դասախոսություններ կարդալու սոցիալական ներառման մասնագիտական արժորման մասին ընկերություններում, համալսարաններում։ Մայրիկ, դու հայտնի ես դարձել, կատակեց Անին մի երեկո տեսնելով, թե ինչպես է Վարդուհին պատրաստում շնորհանդեսը գործարար համաժողովի համար։ Հայտնի չեմ, սիրելիս։ Ես պարզապես մի կին եմ, ով հնարավորություն է ունեցել ցույց տալու, թե ինչի է ընդունակ, խոնարհությամբ պատասխանեց Վարդուհին։ Եվ դու անում ես շատ ավելին։ Դու փոխում ես այն ձը, թե ինչպես են մարդիկ մտածում աշխատանքի արժանապատվության մասին։ Վարդուհին ժպտաց դստերը։ Մենք ենք փոխում, Անի։ Դու քո խոսքերով, ես իմ աշխատանքով։ Միասին մենք ավելի լավ աշխարհ ենք կառուցում։ Մոր դստեր միջգործընկերությունն ավելի էր ամրապնդվել իրենց նոր պարտականությունների հետ։ Նրանք փոխադարձաբար աջակցում էին միմյանց, տոնում էին միմյանց ձեռքբերումները, շարունակում էին միասին սովորել անկեղծ փոխակերպման ուժի մասին։ Անիի գիրքը գրեթե պատրաստ էր հրատարակման, սպասելիքները մեծ էին։ Բայց արտրային հաջողությունից ավելի կարևոր էր այն ազդեցությունը, որն արդեն ունենում էր այն մարդկանց վրա, ովքեր ծանոթացել էին առաջին գլուխներին։
Անի, զանգահարեց Աստղիկը մի հետմիջօրեին, մենք մի քանի միջազգային հրատարակչություններ ունենք, որոնք հետաքրքրված են քո գիրքը թարգմանելով։ Քո պատմությունը դիպչում է մարդկանց Հայաստանի սահմաններից դուրս։ Լուրը հուզեց Անին, բայց նա մտորումների տեղիք տվեց։ Նրա անձնական փորձը դառնում էր համընդհանուր կապվելով նմանատիպ իրականությունների հետ աշխարհի տարբեր մասերում։ Ինչ է դա նշանակում, հարցրեց Անին։ Դա նշանակում է, որ դու ձայն ես տվել մի բանի, որը գոյություն ունի ամբողջ աշխարհում այն մարդկանց արժանապատվությանը, ովքեր քրտնաջան աշխատում են ավելի լավ ապագա կառուցելու համար, նույնիսկ դժվարությունների բախվելով։ Անին անջատեց հեռախոսը, նայեց այն բնակարանի պատուհանից, որտեղ դեռ ապրում էր մոր հետ։ Նրանք որոշել էին չտեղափոխվել չնայած նոր ֆինանսական պայմաններին։ Այդ բնակարանը ներկայացնում էր իրենց արմատները, իրենց պատմությունը, իրենց իսկությունը։ Մայրիկ, կանչեց Անին Վարդուհուն, ով խոհանոցում էր, կարծում եմ մեր պատմությունը դառնում է ավելի մեծ, քան մենք պատկերացնում էինք։ Ոչ թե մեր պատմությունն է մեծանում, սիրելիս, պատասխանեց Վարդուհին մոտենալով դստերը, այլ այն հնարավորությունները, որոնք այն ստեղծում է։ Եվ դա հենց այնպես է, ինչպես պետք է լինի։ Վարդուհու դիտարկումը կատարելապես որսաց այն, ինչ տեղի էր ունենում։ Նրանց պատմությունը դարձել էր կամուրջ տարբեր աշխարհների միջ, սոցիալական փոխակերպման գործիք, կատալիզատոր փոփոխությունների համար, որոնք շատ ավելի հեռուն էին գնում, քան իրենց անձնական փորձառությունները։ Այդ գիշեր Անին գրեց գրքի վերջին գլուխը մտորելով այն մասին, թե ինչպես կիրակի օրվա մի հետմիջօրե փոխել էր ոչ միայն իր կյանքը, այլ իր շրջապատի տասնյակ մարդկանց կյանքը, եւ թե ինչպես այդ փոփոխությունները շարունակում էին բազմապատկվել ստեղծելով մի ապագա, որը նա հազիվ էր պատկերացնում, երբ արեց այդ առաջին քայլերը դեպի հետ դեպի իր մայրը, այն խաղի ժամանակ, որը փոխեց ամեն ինչ։ Այն հավաքույթից մեկ տարի անց, որը փոխեց ամեն ինչ, Անին կանգնած էր մայրաքաղաքի շքեղ հյուրանոցներից մեկի հայելու արջ ուղղելով նրբագեղ զգեստը, որը հագնելու էր իր քայլեր դեպի հետ։ Երախտագիտության փոխակերպման ճանապարհ գրքի պաշտոնական շնորհանդեսի համար։ Միջոցառումը տեղի էր ունենալու հյուրանոցի հանդիսությունների սրահում ազդեցիկ անձանց, լրատվամիջոցների, որ ամենակարևորն է, իր ճանապարհի մասնագից բոլոր մարդկանց ներկայությամբ։ Վարդուհին մտավ սենյակ փայլելով մուգ կապույտ զգեստով, որը հատուկ ընտրել էր այս առիթի համար։ 45 տարեկանում նա ապրում էր իր կյանքի լիովին նոր փուլը մասնագիտորեն հարգված, ֆինանսապես կայուն, բայց ամենից առաջ հպարտ իր արտակարգ դստերով, ում ինքն էր մեծացրել։ Նյարդայնանում ես, սիրելիս, հարցրեց Վարդուհին մոտենալով Անին։ Մի փոքր, խոստովանեց Անին։ Տարօրինակ է մտածել, որ Սահակյանների տան այն հետմիջօրեն վերածվեց այս ամենին։ Ոչ թե այն հետմիջօրեն վերածվեց այս ամենին, մեղմորեն ուղղեց Վարդուհին, այլ քո անգեղծ լինելու արիությունը թույլ տվեց, որ այս ամենը տեղի ունենա։ Մայր ու դուստր գրկախառնվեցին հայելու արջ երկու կին, ովքեր միասին անցել էին արտակարգ մի ճանապարհ յուրաքանչյուրն իր ձով նպաստելով այն փոխակերպմանը, որն ազդում էր հարյուրավոր մարդկանց վրա։ Երբ նրանք հասան հյուրանոցի սրահ, Անին հուզվեց ներկա մարդկանց քանագից։ Վիկտորը Սահակյանների ամբողջ ընտանիքը առաջին շարքում էին Օվսաննա Սալենի, Սոնա Գարմենի, Աստղիկի տասնյակ այլ մարդկանց կողքին, ում կյանքին դիպել էր Անիի պատմությունը։ Բայց ամենից շատ նրան հուզեց տեսնել Պետրոսին այժմ հագած պարզ, բայց նրբագեղ գոստյում ծնողների ուղեկցությամբ, Վիոլետային, ով բերել էր ամուսնուն փոքրիկ դստերը, բազմաթիվ այլ երիտասարդների, ովքեր օգտվել էին Սահակյանների տան այն հետմիջօրեից հետո ստեղծված ծրագրերից։ Անի մոտեցավ Գայանեն փայլելով։ Տեսար, թե որքան մարդ է եկել։ Եվ նայիր, թե ովքեր են այնտեղ։ Նա լռությամբ մատնացույց արեց սրահի մի անկյունը։ Անին հետեց Գայանեի հայացքին, տեսավ մոտ 20 երիտասարդների խումբ։ Բոլորը հագած շապիկներ, քայլեր դեպի հետ, քայլեր դեպի առաջ գրությամբ։ Նրանք հնարավորությունների կամուրջներ, հկի ծրագրերի մասնագետներն էին, երիտասարդներ, ովքեր ուսման աճի հնարավորություններ էին գտել այն նախաձեռնությունների միջոցով, որոնք սկսվել էին Սահակյանների խաղից հետո։ Նրանք մեր դեսպաններն են, հպարտությամբ բացատրեց Գայանեն։ Նրանցից յուրաքանչյուրը ոգեշնչող պատմություն ունի, բոլորն ուզում են շնորհակալություն հայտնել քեզ առաջին քայլն անելու համար։ Միջոցառումը սկսվեց Անիի նախկին դպրոցի երգչախմբի երաժշտական կատարմամբ։ Երիտասարդ ձայները, որոնք երգում էին երազանքների տոկունության մասին, հուզիչ մթնոլորտ ստեղծեցին, որը բոլորին նախապատրաստեց սպասվելիքին։ Վիկտորն առաջինն էր, ով խոսեց բարձրանալով բեմ մի կեցվածքով, որը լիովին տարբերվում էր 1 տարի առաջվա իր կեցվածքից։ Սիրելի ընկերներ, սկսեց նա, ձայնը հուզմունքից տողալով, 1 տարի առաջ իմ տանը կազմակերպեցի մի հավաքույթ նպատակ ունենալով արտոնությունների մասին դաս տալ իմ երեխաներին։ Այն, ինչ ես չէի պատկերացնում, այն էր, որ ամենաշատը սովորողը ես էի լինելու։ Վիկտորն ուղիղ նայեց Վարդուհուն Անիին դահլիճում։ Անին Վարդուհին ինձ սովորեցրին, որ իսկական առաջնորդությունը չի գալիս դիրքից կամ ուժից, այլ բարոյական արիությունից, իսկությունից։ Նրանք փոխեցին ոչ միայն իմ ընկերությունը,
այլ աշխարհին նայելու իմ ձը իմ դերը դրանում։ Նա դադար տվեց ակնհայտորեն հուզված։ Այսօր մեր ընկերությունը ճանաչվել է որպես մայրաքաղաքի լավագույն գործատուն ոչ թե մեր առաջարկած արտոնությունների պատճառով, այլ հարգանքի արժանապատվության այն մշակույթի պատճառով, որը Վարդուհին օգնեց կառուցել։ Եվ սա դեռ սկիզբն է։ Վիկտորն այնուհետ հայտարարեց մի բան, որը բոլորին զարմացրեց, ներառյալ Անին։ Այսօր կցանկանայի հայտարարել Անի Վարդուհի հիմնադրամի ստեղծման մասին, որը նվիրված է տաղանդավոր երիտասարդների բացահայտմանը աջակցությանը անկախ նրանց սոցիալական ծագումից։ Հիմնադրամը կղեկավարի Վարդուհին, իսկ Անին կլինի դեսպանը խորհրդականը։ Սրահը պայթեց ծափահարություններից։ Անին նայեց մորը, երկուսն էլ զարմացած հուզված անսպասելի հայտարարությունից։ Երբ Վիկտորն իջավ բեմից, Վարդուհին բարձրացավ խոսելու։ Նա վերջին տարվա ընթացքում դարձել էր վստահ հրետոր, բայց այդ պահին, այդքան կարևոր մարդկանց առջ, նա ծանոթ հուզմունք զգաց։ 1 տարի առաջ ես պարզապես տնտեսուհի էի, սկսեց Վարդուհին, նրա ձայնը հաստատուն էր չնայած հուզմունքին։ Ես խնամում էի մի հարուստ ընտանիքի տունը։ Միայնակ մեծացնում էի դստերս, հավատում էի, որ կյանքում իմ դերը անտեսանելի մնալն է։ Նա նայեց Անիին դահլիճում։ Իմ դուստրն ինձ սովորեցրեց, որ ոչ ոք կարիք չունի անտեսանելի մնալու, որ արժանապատվությունը կախված չէ սոցիալական դիրքից, այլ այն բանից, թե ինչպես ենք ապրում մեր կյանքը։ Անին տեսանելի լինելու արիություն ունեցավ, դա թույլ տվեց, որ ես նույնպես տեսանելի դառնամ։ Վարդուհին դադար տվեց նայելով լեփ-լեցուն սրահին։ Ես ընդունում եմ Անի Վարդուհի հիմնադրամի ղեկավարումը ոչ թե այն պատճառով, որ իշխանություն եմ ուզում, այլ որովհետև ուզում եմ օգտագործել ինձ տրված հնարավորությունը այլ մարդկանց համար հնարավորություններ ստեղծելու համար։ Ուզում եմ, որ ոչ մի երեխա չմեծանա կարծելով, թե իր երազանքներն անհնարին են այն պատճառով, թե որտեղ է նա ծնվել։ Ծափահարությունները երկար էին հուզիչ։ Երբ Վարդուհին իջավ բեմից, նրան անմիջապես գրկեց Անին, ում աչքերում արցունքներ կային։ Հասավ Անի խոսելու պահը։ Երբ նա բարձրացավ բեմ, սրահում բացարձակ լռություն տիրեց։ Բոլորը սպասում էին լսելու այն երիտասարդ աղջկան, ով դարձել էր փոխակերպման իսկության խորհրդանիշը։ 1 տարի առաջ ես մի երագայական գծի վրա էի մասնակցելով արտոնությունների մասին մի խաղի, սկսեց Անին։ Յուրաքանչյուր հարց, որին չէի կարողանում պատասխանել այո, ստիպում էր ինձ մտովի մի քայլ հետ անել հեռանալով մի խմբից, որը թվում էր, թե ունի այն ամենը, ինչ ես չունեի։ Նա նայեց Վարդուհուն դահլիճում։ Բայց հետո ես մի հիմնարար բան հասկացա։ Ես կյանքի մրցավազքում հետ չէի մնում։ Ես մի այլ ճանապարհի վրա էի հավասարապես արժեքավոր, հավասարապես կարևոր։ Եվ երբ որոշում կայացրի հետ քայլել դեպի մայրս, ես չէի հանձնվում։ Ես ընտրում էի ճանաչել պատվել այն ճանապարհը, որն ինձ բերել էր մինչ այդտեղ։ Անին դադար տվեց թողնելով, որ իր խոսքերն արձագանքեն։ Իմ գիրքը դժվարությունները հաղթահարելու մասին չէ։ Այն ցանկացած իրավիճակում արժանապատվություն գտնելու մասին է, ճանաչելու մասին է, որ յուրաքանչյուր մարդ ունի եզակի արժեքավոր պատմություն, հասկանալու մասին է, որ իրական փոխակերպումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ դադարում ենք փորձել լինել այնպիսին, ինչպիսին չենք, սկսում ենք լինել լիովին այնպիսին, ինչպիսին գանք։ Նա նայեց սրահին հայացքով հանդիպելով տարբեր մարդկանց։ Երբ ես արեցի այդ քայլերը դեպի հետ, չէի պատկերացնում, որ անում էի առաջին քայլերն այն ճանապարհի, որն ինձ բերեց մինչ այստեղ։ Որովհետև երբեմն առաջ գնալու համար նախ պետք է արիություն ունենանք հետ դառնալու պատվելու այնտեղը, որտեղից եկել ենք։ Անին ժպտաց, նրա վստահությունը ջարագում էր սրահում։ Այսօր 1 տարի անց կարող եմ ասել, որ շարունակում եմ հետ քայլեր անել ամեն անգամ, երբ դրա կարիքը կա։ Հետ քայլեր հիշելու իմ արմատները, շնորհակալություն հայտնելու այն զոհողությունների համար, որոնք արվել են ինձ համար, ճանաչելու բոլոր այն մարդկանց, ովքեր օգնել են ինձ ճանապարհին։ Եվ բացահայտեցի, որ այդ հետ քայլերը ինձ ուժ են տալիս ավելի մեծ նպատակով իսկությամբ առաջ քայլեր անելու համար։ Նա ուղիղ նայեց Վարդուհուն։ Մայրս ինձ սովորեցրեց, որ սերը դրսևորվում է լուր զոհողության մեջ, քրտնաջան աշխատանքի մեջ, ուրիշի երազանքներով սեփականից առաջ երազելու մեջ։ Այսօր ես ուզում եմ օգտագործել իմ ունեցած յուրաքանչյուր հնարավորությունը պատվելու այդ սերը ստեղծելով հնարավորություններ այլ մարդկանց համար իրենց սեփական երազանքներն ապրելու համար։ Անին արեց իր վերջնական հայտարարությունը։ Այս գիրքը նվիրված է բոլոր այն մարդկանց, ովքեր լռությամբ աշխատում են ուրիշների ապագան կառուցելու համար։ Բոլոր մայրերին, ովքեր միաժամանակ հայր են, մայր։ Բոլոր երիտասարդներին, ովքեր հավատում են, որ իրենց երազանքներն անհնարին են։ Բոլորին, ովքեր արիություն ունեն հետ քայլեր անելու, երբ դրա կարիքը կա գիտակցելով, որ դա իրենց ավելի ուժեղ կդարձնի առաջ գնալու քայլերի համար։ Երբ Անին ավարտեց խոսքը, լռությունը տեց մի քանի վայրկյան, նախքան սրահը կպայթեր հուզիչ ծափահարություններից։ Դահլիճում շատերը լաց էին լինում, տպավորված նրա խոսքերի անգեղծությունից, խորությունից։ Վարդուհին բարձրացավ բեմ, գրկեց դստերը։
Այդ պահին մայր ու դուստր ներկայացնում էին բոլոր այն ընտանիքները, որոնք միասին պայքարում են ավելի լավ ապագա կառուցելու համար։ Պաշտոնական միջոցառումից հետո տեղի ունեցավ ավելի մտերիմ հավաքույթ, որտեղ Անին կարողացավ անձամբ զրուցել բազմաթիվ մարդկանց հետ, ում վրա ազդել էր իր պատմությունը։ Պետրոսը մոտեցավ փայլուն ժպիտով. «Անի, ուզում եմ քեզ մի նորություն հայտնել։ Ինձ հաջողվեց բացել իմ տեխնիկական դպրոցը։ Առաջին խումբը սկսում է հաջորդ ամիս, տեղերի գեսը անվճար են»։ Պետրոս, դա հրաշալի է։ Ես շատ հպարտ եմ քեզնով։ Եվ ավելին, շարունակեց Պետրոսը, անվճար սովորողներից մեկը Վիոլետայի եղբայրն է։ Շղթան շարունակվում է, չէ։ Վիոլետան միացավ զրույցին գրկած իր փոքրիկ դստերը։ Անի, 3 ամիս առաջ բացեցի իմ ռեստորանը։ Փոքր է, բայց լավ է աշխատում։ Եվ գիտես ինչ, աշխատանքի եմ վերցրել 2 գնոջ, ովքեր երկար ժամանակ գործազուրկ էին։ Նրանցից մեկը միայնակ մայր է, ինչպես մայրս էր։ Զրույցները շարունակվեցին ամբողջ գիշեր։ Յուրաքանչյուր մարդ կիսվում էր նրանով, թե ինչպես էր այն գիրագի հետ միջօրեին սկսված փոփոխությունը ստեղծել դրական փոփոխությունների ալիքներ իրենց կյանքում։ Տիգրանը գործարարներից մեկի որդին, ով մասնակցել էր սկզբնական խաղին, մոտեցավ Անին լուրջ դեմքով. «Անի, պետք է քեզ շնորհակալություն հայտնեմ։ Այդ հետմիջորեն լիովին փոխեց իմ կյանքը։ Սկսեցի հաճախել հոգեբանի, իսկապես հաշտվեցի ծնողներիս հետ, որոշեցի իմ ժառանգությունն օգտագործել փոքր ձեռնարկատերերի համար, միկրովարկավորման հիմնադրամ ստեղծելու համար։ Տիգրան, դա հիանալի է։ Ինչպես ես քեզ զգում։ Կյանքումս առաջին անգամ զգում եմ, որ նպատակ ունեմ։ Եվ զգում եմ, որ արժանի եմ իմ ունեցած հնարավորություններին, որովհետև դրանցով դրական մի բան եմ անում»։ Տիգրանի հետ զրույցը Անին ցույց տվեց, թե ինչպես էր փոխագերբումը հասել նույնիսկ նրանց, ովքեր թվում էր, թե ամեն ինչ ունեին, բայց իրականում գոռաց էին իրենց իսկ արտոնյալ կյանքում։ Երբ երեկոն ավարտվում էր, Անին մի քանի րոպե մենակ մնաց հյուրանոցի տերասում հետելով մայրաքաղաքի լույսերին։ Վարդուհին լուռ մոտեցավ, կանգնեց նրա կողքին։ «Ինչի՞ մասին ես մտածում, սիրելիս։ Մտածում եմ այն մասին, թե ինչպես ամեն ինչ սկսվեց», պատասխանեց Անին։ «Հիշո՞ւմ եք այն առավոտը, հավաքույթից առաջ, երբ դուք նյարդայնացած էիք, որովհետև հյուր էինք, այլ ոչ թե աշխատող։ Հիշում եմ։ Դուք վախենում էիք, որ չեք պատկանում այդ վայրին։ Բայց ճշմարտությունն այն է, որ այդ վայրը ձեզ արժանի չէր, քանի դեռ դուք այն չէիք փոխել»։ Վարդուհին ժպտաց բռնեց դստեր ձեռքը։ «Գիտես, ինչ սովորեցի այս վերջին տարում։ Որ խնդիրը վայրերին պատկանելը չէ։ Խնդիրը այնպիսի տարածքներ ստեղծելն է, որտեղ բոլոր մարդիկ կարող են պատկանել»։ Վարդուհու դիտարկումը կատարելապես որսաց տեղի ունեցած ամբողջ փոխագերբման էությունը։ Խնդիրը միայն Անի Վարդուհու աշխարհում իրենց տեղը գտնելը չէր, այլ մի աշխարհ ստեղծելը, որտեղ ավելի շատ մարդիկ կարող էին գտնել իրենց տեղը։ «Մայրիկ», ասաց Անին, «երբ մտածել եք, թե ինչ է լինելու հետո։ Հիմնադրամի, գրքի, այս բոլոր հնարավորությունների հետ։ Ամեն օր եմ մտածում», պատասխանեց Վարդուհին։ «Բայց չեմ անհանգստանում։ Որովհետև հիմա ես գիտեմ, որ կարևոր չէ, թե ուր ենք հասնում։ Կարևոր է, թե քանի մարդու ենք կարողանում մեզ հետ տանել»։ Այդ գիշեր, երբ նրանք տուն էին վերադառնում այն մեքենայով, որն այժմ կարող էին թույլ տալ իրենց, բայց որն ընտրել էին պարզ գործնական, Անին մտորեց այն արտակարգ ճանապարհի մասին, որն անցել էին։ 2 սենյականոց այն բնակարանը, որտեղ նրանք ապրում էին, դարձել էր իրենց ընտրությունների խորհրդանիշը։ Նրանք կարող էին տեղափոխվել ավելի շքեղ վայր, բայց որոշել էին մնալ այնտեղ վերանորոգելով բարելավելով տարածքը, բայց պահպանելով իրենց արմատները։ «Այստեղ է ամեն ինչ սկսվել», ասել էր Վարդուհին, երբ քննարկում էին տեղափոխվելու հնարավորությունը։ «Այստեղից էլ շարունակելու ենք փոխել աշխարհը»։ Այդ գիշեր Անին ավարտեց իր գրքի ընծայականը գրելը։ «Իմ մորը Վարդուհուն, ով ինձ սովորեցրեց, որ արիությունը վախի բացակայությունը չէ, այլ վախին հակառակ ճիշտ գործելու որոշումը։ Բոլոր այն մարդկանց, ովքեր լռությամբ աշխատում են անհնարինը հնարավոր դարձնելու համար։ Եվ բոլորին, ովքեր արիություն ունեն հետ քայլեր անելու, երբ դրա կարիքը կա գիտակցելով, որ դա իրենց կնախապատրաստի իրենց կյանքի ամենակարևոր քայլերին»։ Երբ գիրքը պաշտոնապես լույս տեսավ 3 ամիս անց, այն դարձավ հրատարակչական ֆենոմեն։ Բայց արտրային հաջողությունից ավելի կարևոր էր այն շարժումը, որը այն ոգեշնչեց։ Մարդիկ ամբողջ երկրում սկսեցին կիսվել հաղթահարման իրենց պատմություններով, ստեղծելով փոխադարձ աջակցության ոգեշնչման ցանց։ Անի Վարդուհի հիմնադրամը դարձավ ազգային հեղինակություն երիտասարդ տաղանդների բացահայտման զարգացման գործում։ Վարդուհին բացահայտվեց որպես բացառիկ կառավարիչ յուրօրինակ կերպով համատեղելով սոցիալական զգայունությունը կառավարչական արդյունավետության հետ։ Անին, իր հերթին, դարձավ մի սերնդի ձայնը, որը հավատում է իսկության միջոցով փոխակերպմանը։ Նա սկսեց ճամփորդել երկրով մեկ դասախոսություններ կարդալով,
միշտ ուղեկցվելով այլ երիտասարդների կողմից, ովքեր օգտվել էին իր պատմությունից հետո ստեղծված ծրագրերից։ Այն հավաքույթից 2 տարի անց Անին ավարտում էր մանկավարժության ֆակուլտետը սոցիալական կրթության մասնագիտացմամբ։ Նրա ավարտական թեզը, որը կոչվում էր «Քայլեր դեպի հետ. Ճանաչման արժորման մեթոդաբանությունը կրթության մեջ», համարվեց նորարարական ներկայումս ներդրվում է մի քանի քաղաքների պետական դպրոցներում։ Ավարտական արարողության ժամանակ դահլիճի առաջին շարքում Վարդուհին նստած էր Վիկտոր Սահակյանի նրա ընտանիքի կողքին։ Բոլորը հպարտությամբ էին լցված այն արտակարգ երիտասարդի համար, ում տեսել էին մեծանալիս վերածվելիս մի ոգեշնչող առաջնորդի։ Երբ Անին բարձրացավ բեմ դիպլոմը ստանալու համար, նա նայեց դահլիճին, տեսավ շատ ավելին, քան հարազատներն ու ընկերները։ Նա տեսավ մի համայնք մարդկանց, ովքեր ընտրել էին միասին աճել, փոխադարձաբար փոխագերբվել, հնարավորություններ ստեղծել միմյանց համար։ Այն, ինչ սկսվել էր որպես արտոնությունների մասին պարզ խաղ, դարձել էր սոցիալական փոխագերբման շարժում, որը շարունակում էր աճել, ազդել կյանքերի վրա այնպիսի վայրերում ձեռով, որոնք Անին հազիվ էր պատկերացնում։ Այդ գիշեր տանը Անին գրեց իր օրագրում. «Այսօր ավարտեցի մանկավարժության ֆակուլտետը, բայց զգում եմ, որ իմ իսկական կրթությունը սկսվել է այն գիրագի հետ միջօրեին, երբ սովորեցի, որ երբեմն անհրաժեշտ է հետ քայլեր անել իսկապես հասկանալու համար, թե ուր ենք ուզում գնալ։ Ճանապարհը շարունակվում է, բայց հիմա ես գիտեմ, որ մենակ չեմ քայլում։ Ես քայլում եմ մարդկանց մի ամբողջ համայնքի հետ, ովքեր հավատում են անկեղծ փոխագերբման ուժին, անվերապահ սիրո զորությանը»։ Անին փակեց օրագիրը, գնաց խոհանոց, որտեղ Վարդուհին թե էր պատրաստում, ինչպես անում էր ամեն գիշեր, երբ Անին դեռ փոքր էր։ Նույնիսկ իրենց կյանքի բոլոր փոփոխություններով հանդերձ, որոշ ծեսեր մնում էին սրբազան։ «Մայրիկ», ասաց Անին նստելով ընտանեկան սեղանի շուրջ, «երբ է մտածել եք, թե ինչպես հասանք այստեղ»։ Վարդուհին ժպտաց թեյը լցնելով նույն բաժակների մեջ, որոնք օգտագործում էին տարիներ շարունակ։ «Ամեն օր եմ մտածում, սիրելիս։ Եվ գիտես, թե ինչն է ինձ ամենաշատը զարմացնում։ Ոչ թե այն, թե որքան ենք փոխվել, այլ այն, թե որքան ենք հավատարիմ մնացել այն ամենին, ինչ միշտ եղել ենք։ Ինչպես։ Դու միշտ արի ես եղել, միշտ պաշտպանել ես այն, ինչ ճիշտ է, միշտ առատաձեռն ես եղել ուրիշների նկատմամբ։ Ես միշտ քրտնաջան աշխատել եմ, միշտ քեզ առաջնահերթություն եմ տվել, միշտ հավատացել եմ, որ սերը հաղթահարում է ցանկացած խոչընդոտ։ Մենք չփոխեցինք մեր էությունը, պարզապես այն արտահայտելու ավելի մեծ ձեռ գտանք»։ Անին մտորեց մոր խոսքերի շուրջ, մինչ վայելում էր թեյը։ Վարդուհու դիտարկման մեջ խորը իմաստություն կար։ Նրանք տարբեր մարդիկ չէին դարձել, պարզապես գտել էին ավելի մեծ հարթակներ լինելու հենց այնպիսին, ինչպիսին միշտ եղել էին։ «Դուք իրավացի եք», համաձայնեց Անին։ «Եվ դա ինձ հույս է տալիս ապագայի համար։ Եթե մեզ հաջողվեց պահպանել մեր էությունը այս ամբողջ փոխագերբման ընթացքում, ապա մեզ կհաջողվի պահպանել մեր էությունը անկախ նրանից, թե ինչ կլինի արջում»։ Մայր ու դուստր մի քանի րոպե մնացին հարմարավետ լռության մեջ, յուրաքանչյուրն իր մեջ ներծելով իրենց անցած արտակարգ ճանապարհի մեծությունը։ Դրսում քաղաքը շարունակում էր իր արագացված ռիթմը, բայց այդ պարզ բնակարանի ներսում կար մի խաղաղություն, որը վեր էր ցանկացած նյութական ձեռքբերումից։ «Անի», վերջապես ասաց Վարդուհին, «ուզում եմ, որ մի բան իմանաս։ Այն, ինչով ես ամենաշատն եմ հպարտանում, ոչ թե քո հասած հաջողությունն է, այլ այն մարդը, ում դու ընտրեցիր լինել այս ամբողջ ընթացքում։ Դու կարող էիր տարվել փառքով, փողով, հնարավորություններով, բայց դու ընտրեցիր օգտագործել այդ ամենը այլ մարդկանց օգնելու համար»։ «Սովորել եմ լավագույն ուսուցչից», պատասխանեց Անին բռնելով մոր ձեռքը։ «Դուք ինձ միշտ սովորեցրել եք, որ մեր օրհնությունները արժեք ունեն միայն այն ժամանակ, երբ դրանք կիսվում են»։ Այդ պահին նրանք դրան մեղմ թագոց լսեցին։ Անին գնաց բացելու, տեսավ Գայանեին ձեռքին գունավոր ժապավենով փաթաթված մի տուփ։ «Գայանե, ինչ ես անում այստեղ այս ժամին։ Չէի կարող սպասել մինչ վաղը սա ձեզ տալու համար», ասաց Գայանեն ներս մտնելով փայլուն ժպիտով։ «Սա անակնկալ է քո ավարտականը տոնելու համար»։ Անին հետաքրքրությամբ բացեց տուփը, գտավ գեղեցիկ կազմով մի լուսանկարների ալբոմ։ Առաջին էջում այն գիրագի օրվա լուսանկարն էր, որը փոխեց ամեն ինչ, մի պատկեր, որն ինչ-որ մեկը լռությամբ նկարել էր խաղի ժամանակ, ցույց տալով Անիին հետ քայլելիս դեպի Վարդուհին։ Հաջորդ էջերը պարունակում էին բոլոր կարևոր պահերի լուսանկարները, որոնք հաջորդել էին դրան։ Հնարավորությունների կամուրջներ, ՀԿ-ի առաջին հանդիպումը, գրքի շնորհանդեսը, Վարդուհին ընկերությունում իր գործունեության համար մրցանակ ստանալիս, Անին տարբեր դասախոսությունների ժամանակ, տասնյակ այլ թանկարժեք հիշողություններ։ «Գայանե, սա հրաշալի է», ասաց Անին աչքերում արցունքներով։ «Սա պարզապես ալբոմ չէ», բացատրեց Գայանեն։ «Սա արձանագրությունն է այն բանի, թե ինչպես մոր դստեր միջ սիրո մի պատմությունը ոգեշնչեց մի ամբողջ համայնքի փոխագերբվել»։ Երեք կանայք հաջորդ մեկ ժամն անցկացրին ալբոմը թերթելով, վերապրելով հիշողությունները, տոնելով այն արտակարգ ճանապարհը,
որը սկսվել էր ճանաչման երախտագիտության մի պարզ ժեստով։ Երբ Գայանեն գնաց, արդեն գրեթե կեսգիշեր էր։ Անին Վարդուհին մնացին բնակարանի պատշգամբում հետելով աստղերին, որոնք տեսանելի էին նույնիսկ մայրաքաղաքում։ Մայրիկ, շնորհակալություն, հանկարծ ասաց Անին։ Ինչի համար։ Ամեն ինչի համար։ Իմ ապահով նավահանգիստը լինելու համար, երբ աշխարհը անկայուն էր թվում։ Ձեր սեփական երազանքները զոհաբերելու համար, որպեսզի իմը հնարավոր լինի։ Ինձ սովորեցնելու համար, որ արժանապատվությունը կախված չէ փողից կամ գարգավիճակից, այլ այն բանից, թե ինչպես ենք վերաբերվում մարդկանց, ինչպես ենք ապրում մեր կյանքը։ Վարդուհին հուզված գրկեց դստերը։ Անի, դու գարիք չունես ինձ շնորհակալություն հայտնելու քեզ սիրելու համար։ Դա այն է, ինչ անում են մայրերը։ Բայց ոչ բոլոր մայրերն են անում այնպես, ինչպես դուք արեցիք։ Եվ ես ուզում եմ, որ դուք իմանաք, եթե ինձ հաջողվի լինել այն գնոջ կեսը, որ դուք կաք, ես շատ գոհ կլինեմ կյանքից։ Այդ գիշեր քնելուց առաջ Անին մի վերջին դող ավելացրեց իր օրագրում։ Բացահայտեցի, որ երջանկության գաղտնիքը որոշակի վայր հասնելը չէ, այլ այն մարդկանց ճանաչելն ու արժորելը, ովքեր հնարավոր են դարձնում այդ ճանապարհը։ Եվ որ ամենամեծ նվերը, որ կարող ենք տալ ինչ-որ մեկին, հաջողությունը կամ փողը չէ, այլ նրանց արժեքի մեր կյանքում ունեցած ներդրման անգեղծ ճանաչումը։ Պատմության ավարտ։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Անի Վարդուհու պատմությունը խորապես դիպավ ձեզ, ինչպես դիպավ բոլոր նրանց, ովքեր ներկա էին այդ փոխագերբող հավաքույթին։ Սիրո, զոհողության ճանաչման այս ճանապարհը մեզ սովորեցնում է, որ իսկական փոխագերբումները սկսվում են այն ժամանակ, երբ մենք արիություն ենք ունենում տեսնելու արժորելու նրանց, ովքեր միշտ եղել են մեր կողքին։ Եթե այս պատմությունը ձեզ հուզեց նույնքան, որքան մեզ, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին ավելի շատ պատմությունների համար, որոնք տոնում են մարդկային ոգու ուժը։ Լայք դրեք, եթե Անին Վարդուհին ոգեշնչեցին ձեզ նոր աչքերով նայել ձեր կյանքի կարևոր մարդկանց։ Իսկ մեկնաբանություններում կիսվեք երախտագիտության փոխագերբման ձեր սեփական պատմություններով։ Յուրաքանչյուր պատմություն հարստացնում է մեր համայնքը, կարող է ոգեշնչել ուրիշներին։ Միասին մենք շարունակում ենք կառուցել փոխըմբռնման սիրո կամուրջներ։ Մինչ նոր պատմություն։